Նա ներս մտավ, նրա ցավը հոգալու, բայց նա սկսեց ցանկանալ նրա մարմինը։ Յուրաքանչյուր կլինիկական հպում դարձավ կայծ, յուրաքանչյուր հրահանգ, քողարկված հրավեր։ Նա ավելի շատ տնքաց ցանկությունից, քան ցավից, նա ձացրեց, թե չի նկատում։ Մինչ որ շշուկների քրտինքի միջ ֆիզիոթերապիան դարձավ գայթակղություն։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ, հիշեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Երանի ծայրամասում գտնվող հույսի թաղամաս բնակելի համալիրի նեղ միջանցքներում մեծացել է Բրունա Ֆերեյրան, 24-ամյա երիտասարդ կին, ով վաղ տարիքից սովորել է, որ երազանքներն իրականություն դառնալու համար կարգապահություն են պահանջում։ Փոքրիկ բնակարանը, որտեղ նա ապրում էր իր մոր, տիկին Իրացեմայի հետ, տեղ չուներ երակայությունների համար, միայն վճռականության համար։ Մինչ մյուս աղջիկները երազում էին հմայիչ արքայազնների մասին, Բրունան խորասուզվում էր գրքերի մեջ, հավատալով, որ իսկական սերը պարզապես հեռուստանովելների հնարանք է, գեղեցիկ տեսնելու համար, բայց անհնար ապրելու համար։ Մայիսյան այդ առավոտ, երբ ցնցուղը համառորեն չէր տաքանում, Բրունան մտովի վերանայում էր մի քանի ժամից կայանալիք հարցազրույցի յուրաքանչյուր մանրամասն։ Տարիների զոհաբերություններից, ցածր վարձատրվող պրակտիկաներից, գրքերով փոխարինված անքուն գիշերներից հետո նա վերջապես ավարտել էր ֆիզիոթերապիայի բաժինը Երանի պետական համալսարանում։ Ձեռքբերում, որը հեռու էր թվում իր ծննդավայրի համար։ Աղջիկս, սուրճը սեղանին է։ Արի շուտ, կսարչի, բղավեց տիկին Իրացեման խոհանոցից։ Բնակարանն այնքան փոքր էր, որ ցանկացած շշուկ արձագանքում էր բոլոր սենյակներում, բայց բղավելն արդեն ընտանեկան սովորություն էր։ Բրունան փաթաթվեց հնացած սրբիչին, գնաց դեպի փոքրիկ զգեստապահարան, ընտրելու իր ամենապաշտոնական հագուստը, զեղչով գնված մուգ կապույտ զգեստ, իր ընկերուհի Ժանայնայից փոխարված բլեյզեր։ Մայր, չգիտեմ, կկարողանա ստանալ այդ աշխատանքը։ Բրունան վերցրեց սուրճի բաժակը, փորձելով վերահսկել ձեռքերի դողը։ Դա մասնավոր կլինիկա է կենտրոնում։ Հարուստ մարդիկ, գիտես։ Նույնիսկ չգիտեմ, կհարմարվեմ այնտեղ։ Տիկին Իրացեման 45-ամյա մի կին, ով թվում էր 60 տարեկան, ժպտաց, բացահայտելով երկու ատամի բացակայությունը, շքեղություն, որը դեռ չէր կարողացել փոխարինել։ Այն օրվանից, երբ ամուսինը լքել էր նրան 2 տարեկան դստեր հետ, նա տունը պահում էր, որպես օրավարձով աշխատող արաբկիրի առանձնատներում։ Նա լավ էր ճանաչում հարուստների աշխարհը։ Լսիր ինձ, աղջիկս։ Դու ավելի շատ ես սովորել, քան այդտեղի բոլորը։ Գերազանցությամբ ես ավարտել։ Այն, որ մենք հարուստ չենք, չի նշանակում, որ արժեք չունենք։ Իրացեման ամուր բռնեց դստեր ձեռքերը։ Գլուխդ բարձր պահիր։ Դու այնտեղ լինելու արժանի ես, ինչպես ցանկացած ուրիշը։ Բրունան ժպտաց, զգալով պատասխանատվության ծանրությունը։ Նրա յուրաքանչյուր ձեռքբերում ոչ միայն անձնական էր, այլ հաղթանակ մի ամբողջ ընտանիքի, մի ամբողջ համայնքի համար, որը հազվադեպ էր տեսնում իրենց մարդկանց այդքան հեռու հասնող։ Քաղաքը մի ծայրից մյուսը հատող մարդաշատ ավտոբուսում Բրունան մտովի վերանայում էր ֆիզիոթերապիայի բոլոր տեխնիկաները, որոնք սովորել էր։ Ծայրամասերից մինչ Երանի ազնվական թաղամասեր ճանապարհը նման էր նույն քաղաքի ներսում տարբեր աշխարհներ անցնելուն։ Երբ նա իջավ կլինիկային ամենամոտ կանգառում, իրեն օտար զգաց։ Հայելապատ շենքերն արտացոլում էին ամպերն ու երկինքը, ներկրված մեքենաներն անաղմուկ սահում էին լավ ասֆալտապատված փողոցներով։ Ինտեգրալ կլինիկան գտնվում էր կորպորատիվ շենքի առաջին հարկում։ Հենց մուտքի մոտ սառը օդորակիչը, ասեպտիկ լռությունը հակադրվում էին այն թաղամասի մարդկային ջերմությանն ու աղմուկին, որտեղ նա մեծացել էր։ Անթերի համազգեստով ընդունարանի աշխատողները նրան դիմավորեցին չափավոր ժպիտներով։ Բրունա Ֆերեյրան, ճիշտ է։ Դոկտոր Մաուրիսիոն սպասում է։ Խնդրում եմ, հետեք այդ կողմ։ Կլինիկայի տնօրենի գրասենյակը զարդարված էր միջազգային դիպլոմներով, արհեստական բույսերով, որոնք իրական էին թվում։ Դոկտոր Մաուրիսիոն, միջին տարիքի մի տղամարդ, կատարյալ հարդարված մոխրագույն մազերով, չեզոք արտահայտությամբ ուսումնասիրում էր Բրունայի ինքնակենսագրականը։ Ձեր ակադեմիական պատմությունը տպավորիչ է, տիկին Ֆերեյրան։ Բայց ես այլ առաջարկ ունեմ, քան մենք հայտարարել էինք։ Բրունան զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Արդյոք դա քաղաքավարի պատճառաբանություն էր, իրեն ազատելու համար։ Մեր ամենակարևոր հիվանդներից մեկը խնդրել է տնային խնամք։ Դա հատուկ դեպք է։ Բժիշկը նշանակալի դադար տվեց։ Հիվանդը Գուստավ Մեյրելեսն է, Մեյրելես խմբի ժառանգորդը։ Անունը ներկայացման կարիք չուներ։
Meirelles խումբը Հայաստանի ամենամեծ բիզնես կոնգլոմերատներից մեկն էր, որի բիզնեսները տարածվում էին շինարարությունից մինչ տեխնոլոգիա։ Իսկ Գուստավը Ռիկարդո Մեյրելեսի միակ որդին հաճախ էր հայտնվում հասարակական սյունակներում իր շքեղ կյանքի ոճի միջազգային մոդելների հետ սիրավեպերի համար։ Նա 3 ամիս առաջ լուրջ վթարի է ենթարկվել։ Կոտրել է կոնքը մի քանի կողեր, ողնաշարի վնասվածքներ է ունեցել։ Ֆիզիկապես ապաքինվում է, բայց բժիշկը ցածրացրեց ձայնը։ Հուզականորեն, դա այլ պատմություն է։ Արդեն հեռացրել է 5 ֆիզիոթերապտի։ Նա մեկուսացած է, դյուրագրգիռ, դժվար բնավորությամբ։ Բրունան ճակատը կնճռեց։ Դոկտոր, ամենայն հարգանքով, ինչու եք ինձ առաջարկում այս դեպքը։ Ես նոր եմ ավարտել։ Դոկտոր Մաուրիսիոն առաջին անգամ ժպտաց։ Հենց դրա համար։ Դուք չունեք ավելի փորձառու մասնագետների սովորությունները։ Եվ անկեղծ ասած, ձեր պրոֆիլը ցույց է տալիս մեկին, ով հեշտությամբ չի հանձնվում մարտահրավերների առաջ։ Աշխատավարձը կլինի 3 անգամ ավելի, քան մենք ի սկզբանե առաջարկել էինք, գումարած լրացուցիչ արտոնություններ։ Գումար, որը լիովին կփոխեր իր մոր կյանքը։ Բրունան մտածեց բնակարանի հիփոթեքի, ուշացած հաշիվների, ատամնաբուժական բուժման մասին, որն այնքան անհրաժեշտ էր տիկին Իրացեմային։ Երբ սկսեմ։ Հաջորդ առավոտ համազգեստով վարորդը սպասում էր Բրունային բնակելի համալիրի առջ։ Հարանները հետաքրքրասիրությամբ լրտեսում էին պատուհաններից, մինչ նա նստում էր ներկրված մեքենան, հպարտության անհարմարավետության խառնուրդով։ Ճանապարհին վարորդը, ով ներկայացավ որպես Սեբաստիան, բացատրեց Մեյրելեսների առանձնատան որոշ մանրամասներ։ Պարոնը աղմուկ չի սիրում, օրիորդ։ Վթարից հետո այդպես լուր է դարձել։ Առանձնատունը հիմա գերեզմանատան է նման։ Մեյրելեսների սեփականությունը գտնվում էր Ծաղկաձորում, Երանի ծայրամասում գտնվող շքեղ թաղամասում։ Բարձր պարիսպներով դեսպանատանը վայել անվտանգության համակարգով պաշտպանված առանձնատունը ժամանակակից ճարտարապետության տպավորիչ շենք էր, հայելապատ ապակիներով ուղիղ գծերով, շրջապատված մանրակրկիտ խնամված այգիներով։ Թերեզան, միջին տարիքի տնային տնտեսուհին, ով Բրունային դիմավորեց մուտքի մոտ, խիստ արտահայտություն ուներ գնահատող աչքեր։ Նա ֆիզիոթերապիայի սենյակում է։ Խնդրում եմ, հետեք ինձ։ Մինչ նրանք քայլում էին մարմարե միջանցքներով, նա ցածր ձայնով ավելացրեց. Մի հիշատակեք վթարը։ Ոչ էլ տիկին Կամիլային։ Նախքան Բրունան կհասցներ հարցնել, թե ով է Կամիլան, Թերեզան բացեց կրկնակի դուռը, որը տանում էր դեպի ընդարձակ սենյակ, հագեցած նորագույն ֆիզիոթերապիայի սարքավորումներով։ Հատակից առաստաղ պատուհանները տեսարան էին բացում դեպի անվերջ եզրագծով լողավազանը, դրանից այն կողմ Երանի հորիզոնը։ Հաշմանդամի սայլակին նստած, դեպի դուռը մեջքով, Գուստավ Մեյրելեսն էր։ Նույնիսկ իր դիրքում նրա կեցվածքում ինչ-որ տպավորիչ բան կար։ Ծմազերը ճշգրտորեն կտրված, լայն ուսեր եգիպտական բամբակյա շապիկի տակ։ Պարոն Մեյրելես, սա Բրունա Ֆերեյրան է, ձեր նոր ֆիզիոթերապտը, հայտարարեց Թերեզան։ Երբ նա շրջեց սայլակը, Բրունան զգաց, կարծես օդը դուրս էր քաշվել սենյակից։ Ամսագրերի լուսանկարները արդարություն չէին անում։ Նույնիսկ թարմ սպիով դեմքով, որը ձախ հոնքից մինչ այտոսկրը կտրում էր, Գուստավ Մեյրելեսը շնչահեղձ էր անում։ Ինտենսիվ կանաչ աչքեր, հստակ ծնոտ, շրթունքներ, որոնք, նույնիսկ անհամաձայնության նուրբ գծի մեջ, կատարյալ էին։ Բայց հենց դատարկ հայացքը, խորը տխրությամբ լցված, որ իսկապես գրավեց Բրունայի ուշադրությունը։ Քանի տարեկան ես։ Նրա ձայնը խորն էր, կոպիտ, կարծես հազվադեպ օգտագործված։ 24, պարոն։ Եվ քանի հիվանդ ես բուժել ինձ նման։ Բրունան խորը շունչ քաշեց, որոշելով անկեղծ լինել։ Ոչ ոք ճիշտ ձեզ նման։ Բայց ես տարբեր տրավմատիկ դեպքերի հետ եմ աշխատել իմ պրակտիկայի ընթացքում Հանրապետական բժշկական կենտրոնում։ Գուստավը չոր ծիծաղեց, առանց հումորի։ Գիտեմ։ Մաուրիսիոն հիմա ինձ պրակտիկանտներ է ուղարկում։ Ես ավարտած ֆիզիոթերապտ եմ, տրավմատոլոգիայի մասնագիտացմամբ։ Բրունան ձայնը հաստատուն պահեց, չնայած արագացած սրտին։ Եվ եթե թույլ կտաք ասել, ձեր կեցվածքը սայլակում վնասում է ձեր ապաքինմանը։ Ողնաշարը պետք է ուղիղ լինի։ Լարված լռություն տիրեց սենյակում։ Թերեզան, դեռ դռան մոտ, կարծես շունչը պահած էր։ Մի քանի վայրկյան Բրունան վախեցավ, որ անցել է որե անտեսանելի սահման, կորցրել է աշխատանքը նախքան սկսելը։
Այնուհետ դանդաղորեն, գրեթե աննկատելիորեն, Գուստավը հարմարեցրեց իր կեցվածքը սայլակում։ «Թերեզա, կարող ես մեզ թողնել», ասաց նա, աչքերը չկտրելով Բրունայից։ Երբ տնային տնտեսուհին դուրս եկավ, նա շարունակեց. «Ես հոգնել եմ մասնագետներից, ովքեր ինձ հետ վարվում են, կարծես բյուրեղից եմ։ Վերջին ֆիզիոթերապևտը վախենում էր նույնիսկ դիպչել ինձ»։ Բրունան իր պայուսակը դրեց նստարանին, սկսեց կազմակերպել իր նյութերը։ «Ես այստեղ չեմ ձեզ խղճալու համար։ Ես այստեղ եմ օգնելու ձեզ վերականգնել լիարժեք շարժումը, նվազեցնել ցավը։ Իսկ եթե ասեմ, որ ցավը միակ բանն է, որն ինձ ստիպում է կենդանի զգալ»։ Մեկնաբանությունը զարմացրեց Բրունային։ Նա դադարեցրեց իր արածը, ուղիղ նայեց Գուստավին։ Կարճ ակնթարթով նա տեսավ հարուստ ամբարտավան տղամարդու արտաքինից այն կողմ։ Նա տեսավ ներսից կոտրված մեկին, ով կրում էր մի բեռ, որը շատ ավելին էր, քան ֆիզիկական վնասվածքները։ «Ապա կասեի, որ իմ աշխատանքն ավելի անհրաժեշտ է, քան պատկերացնում էի»։ Նա մոտեցավ սայլակին, ընդունելով պրոֆեսիոնալ կեցվածք։ «Կարող ենք սկսել, գնահատելով ձեր ձախ ոտքի շարժման ամպլիտուդը»։ Երբ Բրունան առաջին անգամ դիպավ Գուստավի ոտքին, զգաց նրա մարմինը համակած թե դող։ Դա ոչ միայն վնասված մկանի ֆիզիկական արձագանքն էր, այլ ավելի խորը բան, կարծես մարդկային հպումը միաժամանակ ցանկալի էր վախենալի։ 1 ժամ 10 նիստի ընթացքում Գուստավը միավանկերով էր պատասխանում հրահանգներին։ Բայց Բրունան նկատեց, որ աստիճանաբար նրա ուսերի լարվածությունը նվազում էր։ Երբ նա զգուշորեն մանիպուլյացիա էր անում գոտկատեղի հատվածը, նա մի ակնթարթ փակեց աչքերը, ոչ թե ցավից, այլ թեթությունից։ «Այսօրվա համար ավարտեցինք», հայտարարեց Բրունան, հավաքելով իր սարքավորումները։ «Վաղը կշարունակենք կոնքի մկանները ամրացնելու վարժություններով»։ «Դու մյուսներից տարբեր ես», մեկնաբանեց Գուստավը, մինչ նա հավաքում էր իրերը։ «Ինչով տարբեր։ Դու ինձանից չես վախենում»։ Բրունան թեթակի ժպտաց։ «Ամենայն հարգանքով, պարոն Մեյրելես, ես մեծացել եմ հույսի թաղամասում։ Այնտեղ մենք սովորում ենք չվախենալ մարդկանցից, միայն իրավիճակներից»։ Ինչ-որ բան փոխվեց նրա աչքերում, հետաքրքրության, գուցե հետաքրքրասիրության մի շող։ «Վաղը, նույն ժամին»։ Դա հարց չէր, բայց Բրունան գլխով արեց։ Երբ նա այդ օրը լքեց առանձնատունը, իր հետ տանում էր անհանգստացնող զգացում, որ սկսել է մի բան, որը շատ ավելին էր, քան թերապևտ-հիվանդ հարաբերությունները։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ Գուստավ Մեյրելեսը, միայնակ իր ֆիզիոթերապիայի սենյակում, հենց նոր էր ժպտացել առաջին անգամ ամիսների ընթացքում։ Հաջորդ 2 շաբաթվա ընթացքում ստեղծվեց մի առօրյա։ Բրունան առավոտյան ժամը 9-ին հասնում էր Մեյրելեսների առանձնատուն, միշտ նույն լուռ վարորդի կողմից բերված։ Ամեն օր նա փոքր փոփոխություններ էր նկատում Գուստավի մոտ, ավելի քիչ թթու մեկնաբանություն, ավելի 1 վայրկյան տող հայացք, երբեմն հարց այս մարմարե պատերից դուրս իր կյանքի մասին։ Ֆիզիոթերապիայի 6-րդ նիստի ժամանակ, երբ Բրունան միոֆասցիալ ազատման տեխնիկա էր կիրառում Գուստավի մեջքին, նա հանկարծակի հարցրեց. «Ինչպես է մեծանալը հույսի թաղամասում»։ Հարցը նրան զարմացրեց։ Դա առաջին անգամն էր, որ նա անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում իր կյանքի նկատմամբ։ «Դա ինտենսիվ է», պատասխանեց դադարից հետո։ «Բոլորը ճանաչում են բոլորին։ Մենք շատ բան չունենք, բայց կիսում ենք այն, ինչ ունենք։ Մայրս սովորաբար ասում է, որ մենք հարուստ ենք այլ ձերով»։ Գուստավը լուռ մնաց մի քանի վայրկյան։ «Իսկ քո հայրը»։ «Նա մեզ թողեց, երբ ես 2 տարեկան էի»։ Բրունան ձեռքերը հաստատուն պահեց, չնայած ցավոտ հիշողությանը։ «Նա գնաց Գյումրի մեկ այլ կնոջ հետ։ Մենք այլս երբեք լուր չունեցանք։ Ցավում եմ։ Մի ցավա։ Մայրս 2-3, քանի հայր անհրաժեշտ լիներ, այնքանի աշխատանք կատարեց»։ Բրունայի շրթունքներին մեղմ ժպիտ հայտնվեց։ Նա մաքրում էր Երանի ամենահարուստ տները, որպեսզի ես կարողանայի սովորել։ Երբեք չբողոքեց, երբեք նրա մասին վատ բան չասաց իմ ներկայությամբ։ Պարզապես շարունակեց իր ճանապարհը։ Բրունայի ձեռքերը Գուստավի թիակոսկրի մոտ լարված հանգույց գտան։ Երբ նա ճնշում գործադրեց, Գուստավը ցածր հառաչանք արձակեց, ցավի թեթության մեջ։ «Կներեք, ցավեցնու՞մ եմ»։ «Ոչ», պատասխանեց նա, ձայնն ավելի խռպոտ, քան սովորաբար։ «Շարունակիր»։ Ինչ-որ բան կար նրա «շարունակիր» ասելու մեջ, որը ստիպեց Բրունայի սիրտը արագանալ։
Անսպասելի ջերմություն բարձրացավ նրա պարանոցով, ներկելով այտերը։ Նա մտովի շնորհակալություն հայտնեց, որ Գուստավը որովայնի վրա էր պառկած բժշկական սեղանին, անկարող տեսնելու նրա արձագանքը։ Իսկ դուք, հարցրեց Բրունան, փորձելով խոսակցությունը պրոֆեսիոնալ պահել։ Ինչպես էր մեծանալը այստեղ։ Գուստավը լուռ մնաց այնքան երկար, որ Բրունան մտածեց, որ նա չի պատասխանի։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը լի էր զսպված հույզերով։ Միայնակ։ Ծնողներս միշտ զբաղված էին կայսրություն կառուցելով։ Ինձ դաստիարակել են դայակները, վարորդները, ծառաները։ Ես սովորել եմ Եվրոպայի լավագույն գիշերօթիկ դպրոցներում։ 16 տարեկանից առաջ սովորել եմ 5 լեզու։ Բայց գիշերների մեծ մասը մենակ եմ ճաշել։ Բրունան կարեկցանքի մի բուռ զգաց։ Հեշտ էր դատել հարուստներին, բայց միայնությունը միայնություն էր, անկախ տան չափսերից, որտեղ ապրում էին։ Կարծես մենք հակառակ մանկություններ ենք ունեցել, մեկնաբանեց նա։ Ես երբեք գաղտնիություն չեմ ունեցել։ Մեր բնակարանն այնքան փոքր է, որ մորս շնչառությունը լսում եմ մյուս սենյակից։ Զարմանալի ձայն լցրեց սենյակը, Գուստավի անկեղծ ծիծաղը։ Դա շատ բան է բացատրում քո մասին։ Ինչու ես այդպես ասում։ Քո վճռականությունը։ Քո իսկությունը։ Նա դեմքը շրջեց կողքի, փնտրելով նրա աչքերը։ Իմ ճանաչած մարդկանց մեծ մասը դիմակներ է կրում։ Դու չես կրում։ Փոխանակված հայացքը տեց ավելին, քան թույլ կտար պրոֆեսիոնալիզմը։ Բրունան առաջինն էր, ով շեղվեց, իրեն տարօրինակ կերպով խոցելի զգալով։ Նիստը ավարտվեց նրանով, որ Գուստավը կարողացավ կանգնել զուգահեռ բռնակների օգնությամբ, զգալի առաջընթաց։ Երբ Բրունան հավաքում էր իր նյութերը, նա նորից զարմացրեց նրան։ Կցանկանաք այսօր այստեղ ճաշել։ Թերեզան այնպիսի կապիկս մոկեկա է պատրաստում, որ անհավանական է։ Բրունան վարանեց։ Հիվանդի հետ ճաշելը անցնում էր մի սահման, որը նա իրեն խոստացել էր երբեք չանցնել։ Մի անհանգստացեք, ավելացրեց Գուստավը, նկատելով նրա վարանումը։ Դա պարզապես ճաշ է։ Հաճելի կլիներ ընկերակցություն ունենալ փոփոխության համար։ Ինչ-որ բան այդ խնդրանքի անկեղծության մեջ ստիպեց Բրունային համաձայնել։ Մեկ ժամ անց նրանք պատշգամբում էին այգու տեսարանով, որոնց սպասարկում էր Թերեզան, ով Բրունայի զարմանքին անկեղծորեն ուրախ էր տեսնել իր տիրոջը շփվելիս։ Մոկեկան իսկապես բացառիկ էր, խոսակցությունը հոսում էր անսպասելի հեշտությամբ։ Գուստավը պատմեց իր համաշխարհային ճանապարհորդությունների մասին, իսկ Բրունան կիսվեց ծայրամասային թաղամասում իր մանկության պատմություններով։ Ինչ-որ պահի նրանք երկուսն էլ հասկացան, որ ծիծաղում են։ Նա, հավանաբար, առաջին անգամ վթարից հետո։ Նա, առանց պաշտոնականության ստիճի, որը միշտ պահպանում էր պրոֆեսիոնալ միջավայրերում։ Աղանդերի ժամանակ էր, որ Գուստավն առաջին անգամ հիշատակեց վթարը։ Ես իմ նավակն էի վարում սանում։ Խմել էի, շատ արագ էի գնում։ Անպատասխանատու փլեյբոյի տիպիկ կլիշե։ Նրա ձայնը զսպված էր, բայց Բրունան նկատեց լարվածությունը նրա մատներում, բաժակի շուրջ։ Ժայռի եմ բախվել։ Նավակը շրջվել է։ Կամիլան ինձ հետ էր։ Բրունան ստամոքսում մի հանգույց զգաց։ Կամիլա, այն անունը, որը Թերեզան ասել էր չհիշատակել։ Նա վնասվեց։ Գուստավը նայեց հորիզոնին։ Ձեռքը կոտրեց։ Ոչինչ լուրջ, ֆիզիկապես։ Բայց դրանից հետո նա փոխվեց։ Կամ գուցե վթարը պարզապես բացահայտեց, թե ով էր նա միշտ եղել։ Դուք նշանված 3 տարի։ Նա մի կում ջուր խմեց։ Նա իմ կողքին էր, մինչ բժիշկները չգիտեին, կքայլեմ արդյոք։ Նա այնտեղ էր, երբ ես 3 վիրահատություն անցա։ Բայց երբ պարզ դարձավ, որ իմ ապաքինումը դանդաղ կլինի, որ ես որոշ ժամանակ նույնը չեմ լինի։ Նա նախադասությունը թողեց օդում։ Նա հեռացավ, մեղմորեն ավարտեց Բրունան։ Ոչ ճիշտ այդպես։ Նա ասաց, որ պետք է վերագնահատեր առաջնահերթությունները։ 2 շաբաթ անց նա Դուբայում էր շվեդ թենիսիստի հետ։ Գուստավը ժպտաց առանց հումորի։ Մարդիկ ցույց են տալիս, թե ով են իրականում դժվար պահերին։ Ես դա սովորեցի ամենավատ ձով։ Բրունան ցանկանում էր մխիթարական բան ասել, բայց գիտեր, որ ցանկացած խոսք դատարկ կհնչեր։ Փոխարենը, պարզապես գլխով արեց լուր, հարգելով այն խոցելիությունը, որը նա ցուցաբերել էր։
Երբ նրանք ավարտեցին ճաշը, Գուստավը հոգնած էր թվում, ոչ թե ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Բրունան հասկացավ, որ ժամանակն է գնալու։ Շնորհակալություն ճաշի համար։ Մոկեկան իսկապես հրաշալի էր։ Նա ժպտաց, հոգնած, բայց անկեղծ ժպիտով։ Վաղը կվերադառնաք։ Այդ հարցի մեջ կար մի փխրունություն, որը ստիպեց Բրունայի սիրտը սեղմվել։ Իհարկե։ Մենք վերականգնում ունենք ավարտելու, չէ՞։ Հաջորդ օրերին նրանց հարաբերությունները նուրբ փոխվեցին։ Ֆիզիոթերապիայի նիստերը շարունակում էին պրոֆեսիոնալ լինել, բայց ճաշերը դարձան առօրյայի մի մասը։ Նրանք խոսում էին գրքերի, ֆիլմերի, երաժշտության մասին, հայտնաբերելով ի զարմանս երկուսի, որ նման ճաշակ ունեին, չնայած իրենց տարբեր աշխարհներին, որտեղից եկել էին։ Գուստավը սկսեց տպավորիչ ֆիզիկական առաջընթաց գրանցել։ 3 շաբաթվա ընթացքում նա արդեն կարողանում էր քայլել ձեռնափայտի օգնությամբ։ Նրա տրամադրությունը նկատելիորեն բարելավվեց, Թերեզան զուսպ մեկնաբանեց Բրունային, որ տունը ավելի քիչ դամբարանի, ավելի շատ տան նման էր թվում։ 4-րդ շաբաթվա ընթացքում էր, որ ինչ-որ բան վերջնականապես փոխվեց։ Բրունան օգնում էր Գուստավին տաքացվող լողավազանում վարժություններ անելիս։ Ջուրը հեշտացնում էր շարժումները, որոնք դեռ ցավոտ էին ցամաքում։ Նա կրում էր միայն լողավարտիկ, Բրունան չէր կարող չնկատել նրա լավ մարզված մարմինը, չնայած հարկադրված անգործության ամիսներին։ Սպին, որն իջնում էր նրա իրանով, վիրահատություններից մեկի արդյունքը, չէր նվազեցնում նրա արական գեղեցկությունը, ընդհակառակը, ավելացնում էր մի խոցելիություն, որը նրան ավելի գրավիչ էր դարձնում։ Նա վարժությունների ընթացքում շնչառության կարողության մասին բացատրության կեսին էր, երբ նկատեց, որ Գուստավն իրեն ինտենսիվորեն է դիտում։ Նրա խոսքերը մահացան նախադասության կեսին։ Ինչ եղավ, հարցրեց նա, հանկարծակի զգալով ջրում նրանց մոտիկությունը։ Դու երբեք ոչ մեկի հետ չես հանդիպել, չէ՞։ Ուղիղ հարցը նրան լիովին անակնկալի բերեց։ Բրունան զգաց, թե ինչպես է դեմքը այրվում, հուզական մերկության զգացում համակեց նրան։ Ես ինչպես դու։ Դա այնպես է, ինչպես դու արձագանքում ես, երբ մենք դիպչում ենք։ Ինչպես հայացքդ ես շեղում, երբ շատ մոտ ենք։ Նրա ձայնը ցածր էր, գրեթե շշուկ։ Եվ կա մի մաքրություն այն ձում, ինչպես դու տեսնում ես աշխարհը։ Դա դատապարտում չէ, պարզապես դիտարկում է։ Բրունան երբեք իրեն այդքան բացահայտված չէր զգացել։ Ճիշտ էր։ 24 տարեկանում նա երբեք լուրջ հարաբերություններ չէր ունեցել։ Մի քանի պատահական հանդիպումներ համալսարանում, համբույրներ երեկույթների ժամանակ, բայց ոչինչ, որը վերածվեր խորը ֆիզիկական կամ հուզական մտերմության։ Նա միշտ ուսումն առաջին տեղում էր դրել, ապա աշխատանքը, ապա մոր հանդեպ պարտականությունները։ Ռոմանտիկ սերը երբեք առաջնահերթություն չէր թվում, կամ գուցե գաղտնիորեն նա երբեք չէր հավատացել, որ արժանի է այդպիսի կապի։ Ես ժամանակ չունեմ դրա համար, վերջապես պատասխանեց, փորձելով անփույթ հնչել։ Սովորել, աշխատել, մորս օգնել հարաբերությունները մնում են երկրորդ պլանում։ Գուստավը մի քայլ արեց ջրի մեջ, նվազեցնելով նրանց միջ հեռավորությունը։ Կամ գուցե դու սպասում էիր ինչ-որ իրական բանի։ Բրունայի սիրտը թռավ։ Նա գիտեր, որ պետք է հետ քաշվեր, պահպաներ պրոֆեսիոնալ հեռավորությունը, բայց նրա ոտքերը կարծես կպած էին լողավազանի հատակին։ Պարոն Մեյրելես, Գուստավ, նա մեղմորեն ուղեց։ Կարծում եմ, մենք արդեն անցել ենք պաշտոնականությունից, չէ՞։ Գուստավ, նա կրկնեց, անունը տարօրինակ զգալով իր լեզվի վրա, դա տեղին չէ։ Ես ձեր ֆիզիոթերապտն եմ։ Իսկ եթե չլինեի։ Հարցը կախված էր նրանց միջ, ինչպես էլեկտրականություն օդում։ Բրունան դով զգաց, որը կապ չուներ ջրի ջերմաստիճանի հետ։ Բայց ես եմ։ Առայժմ։ Նրա աչքերը երբեք չէին հեռանում նրանից։ Իմ վերականգնումը գրեթե ավարտված է, շնորհիվ քեզ։ Մի քանի շաբաթից ես այլս քո հիվանդը չեմ լինի։ Բրունան չգիտեր ինչ պատասխանել։ Նրա մի մասը ցանկանում էր փախչել այդ իրավիճակից, այդ ինտենսիվությունից, որը նրան վախեցնում էր։ Մյուս մասը, մի մաս, որը նա հազիվ էր ճանաչում, ցանկանում էր ավելի մոտենալ, պարզել, թե ինչ կլիներ, եթե նա հատեր այդ անտեսանելի գիծը։ Բարեբախտաբար, պահը ընդհատվեց Թերեզայով, ով հայտնվեց լողավազանի եզրին։ Պարոն Գուստավ, ձեր հայրը հեռախոսով է։ Ասում է, կարոր է։ Հմայքը կոտրվեց։ Գուստավը հառաչեց լողաց դեպի լողավազանի աստիճանը։
Վաղը կշարունակենք, հարցրեց նա Բրունային, կարծես ոչ մի արտասովոր բան չէր պատահել նրանց միջ։ Այո, իհարկե, նա մեխանիկորեն պատասխանեց, դեռ շշմած նախորդ պահի ինտենսիվությունից։ Այդ գիշեր, իր փոքրիկ բնակարանում, հույսի թաղամասում, Բրունան չկարողացավ քնել։ Մտովի վերանայում էր Գուստավի հետ յուրաքանչյուր փոխազդեցություն, յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր հպում ֆիզիոթերապիայի նիստերի ընթացքում։ Նա զարգացնում էր զգացմունքներ, որոնք երբեք չէր զգացել նախկինում, ֆիզիկական ձգողության, հուզական կապի անհայտի վախի խառնուրդ։ Դու տարբեր ես, նկատեց տիկին Իրացեման նախաճաշի ժամանակ։ Աչքերդ փայլում են։ Այդ նոր աշխատանքից է։ Բրունան կուլ տվեց, անկարող ստելու մորը, ով իրեն այդքան լավ էր ճանաչում։ Դա բարդ է, մայր։ Իրացեման մի պահ ուսումնասիրեց դստերը, ապա դանդաղ գլխով արեց։ Դա պարոնն է, չէ՞։ Այդ Մեյրելեսը։ Ինչպես դու։ Աղջիկս, ես աղքատ եմ, բայց ոչ հիմար։ Իրացեման քնքշությամբ ժպտաց։ Ես ճանաչում եմ այդ հայացքը։ Դա նույնն էր, ինչ ես ունեի, երբ հանդիպեցի քո հորը։ Հոր հիշատակումը, հազվադեպ ելույթ նրանց տանը, Բրունային սարսափեցրեց։ Եվ տես, թե ինչպես ավարտվեց։ Ոչ բոլոր տղամարդիկ են քո հոր նման, Բրունա։ Իրացեման դստեր ձեռքերը բռնեց իր ձեռքերի մեջ, կոշտացած տարիների քրտնաջան աշխատանքից։ Եվ ոչ բոլոր հարուստներն են հրեշներ։ Ոմանք սիրտ ունեն, չնայած փողին։ Նույնիսկ եթե ճիշտ լիներ, մեր աշխարհները լիովին տարբեր են, մայր։ Նրա նման մարդիկ չեն ավարտում մեր նման մարդկանց հետ։ Իրացեման ուսերը թոթվեց։ Ո՞վ է սիրո կանոնները սահմանում։ Ոչ հարուստները, ոչ էլ աղքատները։ Դա սիրտն է։ Նա սեղմեց դստեր ձեռքերը։ Պարզապես զգույշ եղիր։ Ոչ թե նրա հետ, այլ քո հետ։ Անփորձ սրտերն ավելի հեշտ են կոտրվում։ Մոր խոսքերը ուղեկցեցին Բրունային ամբողջ ճանապարհին մինչ Մեյրելեսների առանձնատուն այդ առավոտ։ Երբ նա հասավ, ինչ-որ բան տարբեր էր թվում։ Տունը, սովորաբար լուռ, խառնաշփոթի մեջ էր։ Ծառաները շտապում էին, Թերեզան հատկապես լարված էր թվում։ Ինչ պատահեց, հարցրեց Բրունան, անհանգստացած Գուստավի համար։ Նա վերադարձավ, պատասխանեց Թերեզան զսպված ձայնով։ Կամիլան վերադարձել է։ Բրունան զգաց, կարծես հարվածել էին ստամոքսին։ Կամիլան։ Նախկին նշանածը։ Նախկին ոչինչ։ Կարծես, նա որոշել է, որ մեկ հնարավորություն է ուզում։ Թերեզան նշանակալիորեն նայեց Բրունային։ Եվ նա բերել է իր հորը, Մարկոս Պորտելային։ Պորտելա անունը նույնքան հայտնի էր, որքան Մեյրելեսը հայկական բիզնես աշխարհում։ Երկու ընտանիքները տասնամյակներ շարունակ փոխկապակցված բիզնեսներ ունեին։ Պարոն Գուստավը գրադարանում է, շարունակեց Թերեզան։ Խնդրեց, որ դուք գնաք այնտեղ, երբ հասնեք։ Ծանր սրտով Բրունան ուղղվեց դեպի գրադարան, մի տպավորիչ սենյակ, որտեղ նա երբեք չէր եղել։ Նա մեղմորեն թակեց դուռը։ Մտեք, եկավ Գուստավի ձայնը։ Երբ նա բացեց դուռը, տեսարանը ստիպեց նրան քարանալ։ Գուստավը նստած էր կաշվե բազկաթոռին, ձեռնափայտը կողքին։ Նրա դիմաց, նրբաճաշակ բազմոցին, երկու մարդ էր նստած։ Տղամարդը 60 ականների կեսերին ուներ կայսրություններ կառավարողի իշխանական կեցվածք։ Կինը։ Բրունան անմիջապես ճանաչեց Կամիլա Պորտելային հայտնի մարդկանց ամսագրերից։ Բարձրահասակ նրբագեղ, կատարյալ հարդարված շիկահեր մազերով անթերի դիմահարդարմամբ Կամիլան հայկական էլիտայի մարմնավորումն էր։ Նա հագել էր մի զգեստ, որը հավանաբար ավելի թանկ էր, քան Բրունայի 6 ամսվա աշխատավարձը։ Երբ նա շրջվեց, տեսնելու թե ով է մտնում, նրա հայացքը անցավ Բրունայի վրայով, կարծես նա անտեսանելի էր, կամ ավելի վատ, աննշան։ Ահ, ողջույն, ասաց Կամիլան կեղծ քաղաքավարությամբ, որը չէր հասնում աչքերին։ Գուստավը այնքան էր խոսում ձեր աշխատանքի մասին։ Բրունան հանկարծակի իրեն անհարմար զգաց իր պարզ հագուստով, պոչ հավաքած մազերով։ Գուստավը կարծես նկատեց նրա անհարմարավետությունը։ Բրունա, սա Կամիլա Պորտելան է, նրա հայրը, Մարկոսը։ Նա ներկայացումներն արեց չեզոք ձայնով, որն անհնար էր կարդալ։ Բրունան է պատասխանատու իմ ապաքինման համար։ Մի բացառիկ մասնագետ։ Մասնագետ բառը քարի պես ընկավ Բրունայի ստամոքսի վրա։ Դա էր նա ի վերջո, աշխատակից, ոչ ավելին։
Հաճելի է, ասաց Մարկոս Պորտելան, առանց իրականում նայելու նրան։ Գուստավ, վերադառնալով թեմային, խորհուրդը ուրբաթ օրվա դրությամբ ձեր պատասխանին է սպասում։ Ձեր ներկայությունը հանդիպմանը կարող է միաձուլումը ավարտելու համար։ Եվ ոչինչի համար մի անհանգստացեք, ավելացրեց Կամիլան, սեփականատիրականորեն ձեռքը դնելով Գուստավի ծնկին։ Ես ձեր կողքին կլինեմ ամեն քայլի։ Ինչպես միշտ պետք է լիներ։ Բրունան դիտեց Կամիլայի կատարյալ մատնահարդարված ձեռքը Գուստավի վրա, նկատելով, որ նա չհեռացրեց այն։ Նա սուր ցավ զգաց կրծքավանդակում նոր կործանարար զգացողություն։ Պարոն Մեյրելես, կարծում եմ մենք պետք է այսօրվա նիստը վերանշանակենք, կարողացավ ասել հպարտանալով, որ իր ձայնը չի մատնում իր ներսի հուզական փոթորիկը։ Կարող եմ վաղը վերադառնալ։ Գուստավը վերջապես ուղիղ նայեց նրան, նրա աչքերը անընթեռնելի էին։ Անհրաժեշտ չէ։ Կարծում եմ մենք պետք է մի քանի օրով դադարեցնենք նիստերը։ Այս շաբաթ կարևոր բիզնես հանդիպումներ ունեմ։ Իհարկե։ Բրունան մեխանիկորեն գլխով արեց։ Պարզապես տեղեկացրեք ինձ, երբ ցանկանաք վերսկսել։ Շնորհակալություն, օրիորդը։ Մարկոս Պորտելան վարանեց, ակնհայտորեն մոռանալով նրա անունը ներկայացումից վայրկյաններ անց։ Ֆերեյրան, ավարտեց Բրունան։ Բրունա Ֆերեյրան։ Այո, հենց այդպես։ Շնորհակալություն հասկանալու համար։ Բրունան դուրս եկավ գրադարանից, իրեն անտեսանելի, ավելորդ զգալով։ Միջանցքում նա հանդիպեց Թերեզային, ով նրան դիտում էր կարեկցանքի հասկացողության խառնուրդով։ Նա միշտ վերադառնում է, երբ զգում է, որ կարող է ինչ-որ բան կորցնել, ցածր ձայնով մեկնաբանեց տնային տնտեսուհին։ Եվ նա միշտ է, նրա համար երբեք հեշտ չի եղել դիմադրել նրան։ Բրունան գլխով արեց, անկարող պատասխան ձակերպելու։ Մինչ նա քայլում էր դեպի ելքը, յուրաքանչյուր քայլ ավելի ծանր էր թվում, քան նախորդը։ Նա ուներ անհանգստացնող զգացում, որ ինչ-որ արժեքավոր բան սահում էր իր մատների միջով, մի բան, որը երբեք իրականում իրենը չէր եղել ի սկզբանե։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ 3 օր անցավ առանց Գուստավից լուրերի։ Բրունան խորասուզվեց ինտեգրալ կլինիկայում աշխատանքի մեջ, ստանձնելով այլ հիվանդների խնամքը, փորձելով իրեն համոզել, որ այդպես ավելի լավ է։ Այն, ինչ կատարվում էր իր հետ, պրոֆեսիոնալ չէր, խելամիտ չէր, իրատեսական չէր։ Նոր ավարտած ֆիզիոթերապետ, համեստ ծագումով։ Հարաբերությունների մեջ մտնում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի հետ։ Դա հեռուստանովելների սցենար էր, ոչ թե իրական կյանք։ Մի անձրոտ հինգշաբթի, երբ նա բուժում էր տարեց մի տիկնոջ արթրիտով, Բրունային կանչեցին ընդունարան։ Կլինիկայի վարչական օգնականը նրան տեղեկացրեց, որ պարոն Մեյրելեսը երրորդ գծի վրա է։ Սիրտը թռչկոտելով, Բրունան պատասխանեց. Ալո։ Բրունա։ Գուստավի խորը ձայնը մյուս կողմից ստիպեց նրա ստամոքսը շրջվել։ Պետք է, որ դու վերադառնաս։ Այսօր։ Նա վարանեց, շփոթված նրա ձայնի շտապողականությունից։ Ինչ-որ բան պատահել է։ Ողնաշարը վատացել է։ Ոչ։ Այո։ Չգիտեմ։ Նա հիասթափված էր թվում։ Պարզապես կարող ես գալ։ 1 ժամից Սեբաստյանին կուղարկեմ քեզ վերցնելու։ Բրունան շուրջը նայեց, դեպի օրվա հիվանդների լիքը օրագիրը։ Գուստավ, ես այստեղ պարտավորություններ ունեմ։ Ես չեմ կարող պարզապես, խնդրում եմ։ Բառը տարօրինակ հնչեց նրանից, մարդուց, ով սովոր էր հրամայել, ոչ թե խնդրել։ Պետք է խոսեմ քեզ հետ։ Ինչ-որ բան կար նրա ձայնի մեջ, խոցելիություն, շտապողականություն, որը ստիպեց Բրունային զիջել։ Լավ։ 1 ժամ։ Իր ժամանակացույցը դոկտոր Մաուրիսիոյի հասկացող օգնությամբ վերադասավորելուց հետո Մեյրելեսները մեր առաջնահերթությունն են, միշտ Բրունան նորից հայտնվեց Սեբաստյանի մեքենայում, հատելով երանը դեպի Ծաղկաձոր։ Պարոնը տարօրինակ է դարձել, մեկնաբանեց Սեբաստյան, խախտելով իր սովորական լռությունը։ Այն օրվանից, երբ տիկին Պորտելան վերադարձավ, նա վանդակված առյուծի է նման։ Երեկ նա մի շիշ վիսկի կոտրեց պատին։ Բրունան ճակատը գնջրեց։ Գուստավը նորից խմում էր։ Սա անհանգստացնող էր, հատկապես հաշվի առնելով, որ ալկոհոլը վթարի պատճառ էր եղել։ Երբ նրանք հասան առանձնատուն, Թերեզան էր նրան դիմավորում, թեթացած արտահայտությամբ. Փառք Աստծո, որ եկաք։ Նա անտանելի է։
Որտե՞ղ է Կամիլան, Բրունան չկարողացավ չհարցնել։ Թերեզան աչքերը շրջեց։ Գնացել է սպա, ընկերուհիների հետ Դիլիջան։ Ասաց, որ լարվածությունից ընդմիջման կարիք ունի։ Կարծես նա իմանա, թե ինչ է իրական լարվածությունը։ Տնային տնտեսուհին Բրունային տարավ ոչ թե ֆիզիոթերապիայի սենյակ, այլ կալվածքի հետնամաս, որտեղ քարե արահետը տանում էր դեպի Արհեստական լճի մոտ գտնվող փոքրիկ տուն։ Դա ավելի պարզ հարմարավետ կառույց էր, քան հիմնական առանձնատունը, ապաստան։ Նա այնտեղ է երեկվանից։ Միայն սուրճ վիսկի է խնդրել։ Նույնիսկ նորմալ չի կերել։ Բրունան մենակ քայլեց դեպի տուն։ Պատուհաններից նա տեսավ Գուստավին, նստած բազկաթոռին, դեմքով դեպի լիճը, բաժակը ձեռքին։ Նա մեղմորեն թակեց ապակին, որպեսզի չվախեցնի նրան։ Երբ նա շրջվեց, Բրունան գրեթե չճանաչեց նրան։ Ընդամենը 3 օրում Գուստավը կարծես ամիսներով հետ էր գնացել իր ապաքինման մեջ։ Կեցվածքը նորից կորացած էր, դեմքը, խորս շրջանակներով, մորուքը չսափրված։ Ավելի անհանգստացնող էր, սակայն, դատարկ հայացքը, նույնը, որը նա գտել էր իր աշխատանքի առաջին օրը։ Նա բացեց դուռը, կանգնեց, պարզապես նայելով նրան, կարծես չէր հավատում, որ Բրունան իսկապես եկել էր։ Դու սարսափելի տեսք ունես, անկեղծորեն ասաց նա։ Ժպիտի ստվեր անցավ նրա դեմքով։ Միշտ անկեղծ։ Բրունան մտավ տուն, անմիջապես նկատելով դատարկ շշերն ու անկարգությունը, այնքան տարբեր հիմնական առանձնատան անթերի կազմակերպված միջավայրից։ Ինչ է կատարվում, Գուստավ։ Նա հետ գնաց դեպի բազկաթոռը, նկատելիորեն կաղելով առանց ձեռնափայտի։ Բրունան անհանգստությամբ նկատեց, որ նրա քայլվածքն ավելի վատ էր, քան վերջին անգամ, երբ տեսել էր նրան։ Կամիլան ուզում է վերականգնել հարաբերությունները։ Պաշտոնապես։ Նա խոսեց առանց հույզերի, կարծես քննարկում էր եղանակը։ Հայրս կարծում է, որ դա ճիշտ որոշում է։ Նրա ընտանիքը վերահսկում է մեր ամենամեծ նախագծի բաժնետոմսերի 30%-ը։ Ամուսնությունը կամրապնդի բիզնես կապերը։ Նա դառը ծիծաղեց։ Կարծես 21 դարում չլինեինք։ Բրունան նստեց հակառակ բազկաթոռին, փորձելով անտեսել ցավի բույթը, լսելով հնարավոր ամուսնության մասին։ Իսկ դու ինչ ես ուզում։ Գուստավը նայեց նրան, իսկապես նայեց, առաջին անգամ իր գալուց հետո։ Մի՞թե ակնհայտ չէ։ Ինձ համար ոչինչ ակնհայտ չէ, Գուստավ։ Բրունան ձայնը հաստատուն պահեց։ Ես հոգեբան չեմ։ Եվ դու ինձ հեռացրիր հենց այն պահին, երբ նա հայտնվեց։ Ես չեմ։ Նա սկսեց բողոքել, բայց կանգ առավ։ Այո, հեռացրի։ Որովհետև երբ նայեցի ձեզ երկուսին նույն սենյակում, սարսափեցի։ Սարսափեցա՞ց։ Ինչի՞ց։ Այն զգացումից, որ ունեցա։ Նա բաժակը ավելորդ ուժով դրեց սեղանին։ Կամիլան ներկայացնում է այն ամենը, ինչ ես միշտ ճանաչել եմ, կորպորատիվ աշխարհը, արտաքին տեսքը, սոցիալական խաղերը։ Նա հասկանում է այդ տիեզերքը, դրա մի մասն է։ Երբ նա վթարից հետո մտավ իմ հիվանդասենյակ, ես թեթացա։ Դա ծանոթ էր։ Անվտանգ։ Իսկ երբ նա գնաց, մեղմորեն հարցրեց Բրունան։ Դա կարծես։ Նա բառեր էր փնտրում։ Կարծես վարագույրը իջներ։ Հանկարծ ես տեսա ճշմարտությունը մեր հարաբերությունների մասին, իմ կյանքի մասին։ Ամեն ինչ այնքան դատարկ էր։ Գուստավը դժվարությամբ բարձրացավ, քայլեց դեպի պատուհանը, դիտելով լիճը։ Ապա դու հայտնվեցիր։ Քո պարզ հագուստով, քո մանրակրկիտ գրառումների տետրով, քո դաժան անկեղծությամբ։ Սկզբում մտածեցի, որ դու պարզապես մեկ մարդ կլինես, ով կանցնի իմ կյանքով, կատարելով իր աշխատանքը։ Բայց հետո… Նա շրջվեց, դեմ առ դեմ կանգնելով նրան։ Դու սկսեցիր ինձ ցույց տալ մի աշխարհ, որը երբեք չէի ճանաչել։ Մի աշխարհ, որտեղ մարդիկ իսկապես հոգ են տանում, որտեղ արժեքը ոչ թե ազգանվան կամ բանկային հաշվի մեջ է։ Բրունան զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, բայց լուռ մնաց, թույլ տալով նրան շարունակել։ Եվ հիմա ես այստեղ եմ, բաժանված այն ամենի մեջ, ինչ միշտ ճանաչել եմ, մի բանի մեջ, որը երբեք չեմ զգացել։ Անվտանգ ճանապարհի անհայտի մեջ։ Նա ձեռքը անցկացրեց անփույթ մազերով։ Այն, ինչ սպասում են ինձանից, այն, ինչ ես իրականում ուզում եմ։ Իսկ ինչ ես ուզում, Գուստավ, վերջապես հարցրեց Բրունան, ձայնը գրեթե շշուկ։
Նա մոտեցավ նրան դանդաղ, կարծես վախենալով, որ Բրունան կարող էր անհետանալ, եթե հանկարծակի շարժում աներ։ Քեզ բառը դուրս եկավ որպես խոստովանություն։ Ես ուզում եմ քեզ, Բրունա։ Այնպես, ինչպես երբեք ոչ ոքի չեմ ցանկացել։ Ոչ միայն ֆիզիկապես, թե Աստված գիտի, որ այո, նա այդպես, այլ լիովին։ Քո միտքը, քո սիրտը, քո աշխարհայացքը։ Ես ուզում եմ սովորել կյանքը տեսնել քո աչքերով։ Բրունան զգաց, թե ինչպես է օդը փախչում թոքերից։ Դա այն ամենն էր, ինչ նա գաղտնի ցանկանում էր լսել, միաժամանակ այն ամենը, ինչից վախենում էր։ Գուստավ, դա բարդ է։ Նա բարձրացավ, հեռավորության կարիք ունենալով մտքերը կարգի բերելու համար։ Դու իմ հիվանդն ես։ Այստեղ էթիկական հարց կա։ Բացի այդ, դու հենց նոր ինձ ասացիր, որ Կամիլան վերադարձել է, որ քո ընտանիքը սպասում է, որ դուք ամուսնանաք։ Դե դեպի դժոխք այդ ամենը։ Նա մի քայլ արեց նրա կողմը։ Ես հոգնել եմ ապրել այն կյանքով, որն ուրիշներն են նկարել ինձ համար։ Վթարը ցույց տվեց ինձ, թե ինչպես ամեն ինչ կարող է վայրկյանների ընթացքում ավարտվել։ Ես այլևս չեմ ուզում ժամանակ վատնել։ Եվ ինչ ես առաջարկում։ Բրունան պաշտպանողաբար ծալեց ձեռքերը։ Որ ես դադարեմ լինել քո ֆիզիոթերապտը։ Որ ես ուրիշ աշխատանք գտնեմ։ Որ ես դառնամ ինչ, քո գաղտնի ընկերուհին։ Քո սիրուհին։ Նրա խոսքերի կոշտությունը ստիպեց նրան մեկ քայլ հետ քաշվել։ Ոչ, Բրունա։ Ես երբեք քեզ այդպես չեմ մտածել։ Նա խորը շունչ քաշեց։ Ես ուզում եմ ամեն ինչ ճիշտ անել։ Ես կավարտեմ մեր պրոֆեսիոնալ պայմանագիրը հենց այսօր։ Դոկտոր Լուիզան կլինիկայից կարող է շարունակել իմ ֆիզիոթերապիան։ Եվ հետո… Նա վարանեց, կարծես կարևոր բան էր կշռադատում։ Ապա, եթե դու պատրաստ ես, մենք կարող ենք պարզել, թե ինչ կա մեր միջ։ Առանց ճնշման, առանց ակնկալիքների։ Պարզապես հնարավորություններ։ Բրունան իրեն բաժանված զգաց։ Նրա սիրտը բղավում էր համաձայնելու, նետվելու այդ անհնար արկածի մեջ։ Բայց նրա պրագմատիկ միտքը, նույնը, որը նրան ուղղորդել էր քոլեջով ծայրամասերում մեծացածի դժվար կյանքով, ահազանգեր էր տալիս։ Գուստավ, մենք հազիվ ենք ճանաչում միմյանց։ Մենք լիովին տարբեր աշխարհներից ենք։ Ինչ կլինի, երբ նորությունը անցնի։ Երբ դու հասկանաս, որ ես չեմ պատկանում քո սոցիալական շրջանակին, որ ես չգիտեմ, թե ինչպես պետք է պահել իմը գալա ընթրիքներում, որ մայրս օրավարձով աշխատող է։ Դու իսկապես կարծում ես, որ դա ինձ հոգ է։ Նա անկեղծորեն շփոթված էր թվում։ Բրունա, ես իմ ամբողջ կյանքը անցկացրել եմ մարդկանց շրջապատում, ովքեր գիտեն, թե որ պատարագան օգտագործել, ովքեր խոսում են 5 լեզու, ովքեր չեն վարանի դավաճանել ինձ շահույթի 1%-ի համար։ Գտնել մեկին, ով իրական է, մեկին, ով տեսնում է հարստությունից ազգանունից այն կողմ, դա այն է, ինչ ես միշտ փնտրել եմ, չիմանալով։ Նրա ձայնի անկեղծությունն անհերքելի էր։ Բրունան զգաց, որ իր պաշտպանությունները սկսում են փլուզվել։ Իսկ եթե չստացվի, հարցրեց նա, իր ամենամեծ անապահովությունը ի հայտ բերելով։ Ես փորձ չունեմ այս հարցում, Գուստավ։ Երբեք տղամարդու հետ չեմ եղել։ Այդպես։ Խոսքերը դժվարությամբ դուրս եկան, այտերը ամոթից այրվելով։ Գուստավի հայացքը մեղմացավ։ Ես գիտեմ։ Նա նվազեցրեց նրանց միջ հեռավորությունը, մեղմորեն դիպչելով նրա դեմքին։ Եվ դա միայն ինձ ստիպում է քեզ ավելի շատ հիանալ։ Քո ամբողջականությունը, քո սկզբունքները։ Նրա ձեռքի տակ հպումը նրա այտին ստիպեց Բրունային մի ակնթարթ փակել աչքերը։ Ես վախենում եմ, վերջապես խոստովանեց։ Ես նույնպես։ Խոստովանությունը զարմացրեց նրան։ Ես վախենում եմ, որ արժանի չեմ քեզ։ Որ կփչացնեմ ամեն ինչ, ինչպես արդեն փչացրել եմ շատ բաներ իմ կյանքում։ Բրունան բացեց աչքերը, տեսնելով անկեղծ խոցելիություն նրա աչքերում։ Մենք պետք է դանդաղ գնանք։ Հուսադիր ժպիտ լուսավորեց Գուստավի դեմքը։ Դու այո։ Ես ասում եմ գուցե։ Բրունան չկարողացավ խուսափել փոքրիկ ժպիտից։ Նախ, դու պետք է հստակ լուծես քո իրավիճակը Կամիլայի հետ։ Վերջնականապես։ Առանց երկիմաստությունների։ Համարիր արված։ Եվ ես պետք է դադարեմ լինել քո ֆիզիոթերապտը։ Պաշտոնապես։
Ես դա կլուծեմ հենց այսօր։ Եվ ես պետք է խոսեմ մորս հետ։ Նա պետք է իմանա։ Գուստավը լրջորեն գլխով արեց։ Կցանկանայի ճանաչել նրան։ Ինչպես հարկն է։ Գուստավ Մեյրելեսի հույսի թաղամասի փոքրիկ բնակարանի խոհանոցում նստած լինելու գաղափարը անիրական էր թվում, բայց նա տարօրինակ կերպով ճիշտ։ Եվ մենք իսկապես պետք է ճանաչենք միմյանց, Գուստավ։ Այս առանձնատան ֆիզիոթերապիայի համատեքստից դուրս։ Իրական աշխարհում։ Քո աշխարհում։ Նա հետաքրքրված էր թվում գաղափարից։ Մեր աշխարհում։ Ոչ միայն քոնը, ոչ միայն իմը։ Նա ավելի մոտեցավ, նրա մտադրությունները պարզ էին։ Բրունան զգաց, թե ինչպես է սիրտը թակում կրծքին։ Կարո՞ղ եմ, հարցրեց նա, նրա շրթունքներից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Ի պատասխան, Բրունան փակեց հեռավորությունը։ Առաջին համբույրը մեղմ էր, գրեթե հարգալից։ Գուստավի շրթունքները զարմանալիորեն փափուկ, տիպան նրա շրթունքների նրբությամբ, որը հակադրվում էր նրա աչքերի ինտենսիվությանը։ Երբ նա խորացրեց համբույրը, Բրունան զգաց, թե ինչպես է հալվում, ջերմության ալիք անցավ նրա մարմնով։ Նրա ձեռքերը, որոնք այդքան անգամ պրոֆեսիոնալ կերպով դիպել էին Գուստավին, հիմա ուսումնասիրում էին նրա ուսերը, պարանոցը, լիովին այլ նպատակով։ Համբույրը կարծես նախատեսված էր պատահելու հենց առաջին պահից, երբ նրանք տեսան միմյանց, կարծես ամբողջ տիեզերքը դավադիր էր այդ ակնթարթի համար։ Երբ վերջապես բաժանվեցին, շնչահեղձ, Գուստավը իր ճակատը դրեց նրա ճակատին։ Արժե ամեն ինչ ռիսկի դիմել, շշնջաց նա։ Դրա համար։ Այդ գիշեր Բրունան տուն վերադարձավ, գլուխը պտտվում էր, սիրտը խառնված։ Նա նստեց մոր հետ փոքրիկ հյուրասենյակում, ամեն ինչ պատմեց, նիստերը, իր զգացմունքների զարգացումը, համբույրը, խոստումները։ Տիկին Իրացեման լուր լսեց, նրա իմաստուն աչքերը ուսումնասիրում էին դստերը։ Դու սիրահարված ես, վերջապես ասաց նա, ոչ թե որպես հարց, այլ որպես փաստի արձանագրում։ Ես սիրահարված եմ, խոստովանեց Բրունան, բառը տարօրինակ հնչելով իր շրթունքներին։ Եվ վախեցած։ Իրացեման բռնեց նրա ձեռքերը։ Սերը միշտ վախեցնում է, աղջիկս։ Դա թռիչք է խավարի մեջ։ Բայց երբեմն պետք է թռչել, հայտնաբերելու համար, որ կարող ենք թռչել։ Բրունան գրկեց մորը, երախտապարտ լինելով նրա հասկացողության, նրա ուժի համար։ Նա ուզում է քեզ ճանաչել։ Իրացեման ծիծաղեց։ Մեյրելեսը այստեղ, հույսի թաղամասում։ Հարանները կխելագարվեն։ Կարծում ես, ես միամիտ եմ։ Որ նա պարզապես խաղում է ինձ հետ։ Իրացեմայի արտահայտությունը լրջացավ։ Բրունա, ես քեզ ավելի լավ եմ ճանաչում, քան աշխարհում որևէ մեկը։ Դու երբեք քեզ թույլ չես տա տարվել մեկի կողմից, ով արժանի չէ։ Եթե դու ինչ-որ բան ես տեսել նրա մեջ, դա այն պատճառով է, որ տեսնելու բան կա։ Մոր խոսքերը մխիթարություն բերեցին նրան, բայց ամբողջությամբ չվերացրին այն անհանգստությունը, որը նա զգում էր։ Հաջորդ օրերին Բրունան պաշտոնապես դադարեցրեց իր աշխատանքը որպես Գուստավի ֆիզիոթերապետ, գործը փոխանցելով դոկտոր Լուիզային, ինչպես պայմանավորվել էր։ Դոկտոր Մաուրիսիոն հիասթափված էր թվում, բայց չկասկածի տակ դրեց որոշումը։ Մինչդեռ Գուստավը բախվում էր իր սեփական մարտերին։ Այն լուրը, որ նա վերջնականապես հեռացրել էր Կամիլային, մերժել Պորտելա ընտանիքի հետ բիզնես միաձուլումը, երկրաշարժ առաջացրեց կորպորատիվ աշխարհում։ Ռիկարդո Մեյրելեսը, նրա հայրը, Նյու Յորքից հատուկ թռավ, որդուն դիմակայելու համար։ Բրունան մանրամասները իմացավ Թերեզայից, ով զուսպ կապ էր պահպանում։ Ըստ երույթին, հոր որդու միջվեճն այնքան ուժեղ էր, որ աշխատակիցները կարող էին լսել բղավոցները կալվածքի մյուս կողմից։ Պարոն Ռիկարդոն սպառնացել էր զրկել նրան ժառանգությունից, պատմեց Թերեզան հեռախոսով։ Ասաց, որ նա շարունակում է սերունդների աշխատանքը։ Բայց պարոնը չզիջեց։ Ասաց, որ նախընտրում է ինչ-որ բան զրոյից կառուցել, քան սուտի մեջ ապրել։ Գուստավի ֆիզիոթերապտի պաշտոնում նրա վերջին պաշտոնական օրից մեկ շաբաթ անց Բրունան նրանից հաղորդագրություն ստացավ։ Վաղը ազատ եմ։ Կարող եմ ճանաչել հույսի թաղամասը քո մորը։ Խոստանում եմ ուղղաթիռով չգալ։ Կատակը նրան ժպտալ ստիպեց։ Նրանք ամբողջ շաբաթ ամեն օր հեռախոսով խոսել էին, բայց լճի տանը համբույրից հետո չէին տեսնվել։ Բրունան դրական պատասխանեց, զգալով հուզմունքի անհանգստության խառնուրդ։
Շաբաթ օրը, ուղիղ ժամը 11-ին, Բրունան շենքի միջանցքում շշուկ լսեց։ Նա պատուհանից նայեց, տեսավ մի մեքենա, ոչ լիմուզին կամ առանձնատան ներկրված մեքենաներից մեկը, այլ համեստ թե նոր, ազգային մոդել։ Գուստավը հասկացել էր անհարկի ուշադրություն չգրավելու կարողությունը։ Այնուամենայնիվ, երբ նա իջավ մեքենայից, ջինսով պարզ կապույտ վերնաշապիկով, մի քանի բնակիչ կանգ առան նայելու։ Չնայած զուսպ լինելու փորձին, Գուստավն ուներ մեկ այլ աշխարհից եկածի անսխալական աուրա, կեցվածքը, մազերի կտրվածքը, բնական վստահությունը։ Տիկին իրացեման նյարդային էր, թե փորձում էր չցուցադրել։ Նա առավոտն անցկացրել էր ֆեյժոադա եփելով, որովհետև բոլոր հայերը սիրում են ֆեյժոադա, անկախ նրանից, թե որքան հարուստ են, փոքրիկ բնակարանը կարգի բերելով։ Բրունան փորձեց ասել, որ դա անհրաժեշտ չէ, որ Գուստավը չէր գալիս դատելու, թե ինչպես են ապրում, բայց հասկացավ մոր անհրաժեշտությունը ցույց տալու արժանապատվություն իր պարզության մեջ։ Երբ Գուստավը թակեց դուռը, Բրունան խորը շունչ քաշեց նախքան բացելը։ Նա ավելի գեղեցիկ էր, քան հիշում էր, նրա կանաչ աչքերը փայլում էին նրան տեսնելիս։ Ձեռքերին նա ուներ պարզ, բայց գեղեցիկ ծաղկեփունջ մեկ շիշ գինի։ Ողջույն, ասաց նա, զարմանալիորեն ամաչկոտ թվում։ Ողջույն, պատասխանեց Բրունան, իրեն դեռահասի պես զգալով իր առաջին ժամադրությանը։ Մտեք։ Գուստավը մտավ, նրա աչքերը արագորեն անցան փոքրիկ բնակարանով, հյուրասենյակը, որը նա ճաշասենյակ էր ծառայում, մանր խոհանոցը, ընտանեկան լուսանկարները պատերին։ Նրա դեմքը ոչ մի դատապարտում չցուցադրեց, միայն անկեղծ հետաքրքրություն։ Տիկին իրացեման դուրս եկավ խոհանոցից, ձեռքերը սրբելով գոգնոցով։ Մի պահ նա վախեցած էր թվում, բայց շուտով ուղղվեց, ձեռքը մեկնելով։ Բարի գալուստ մեր տուն, պարոն Մեյրելես։ Գուստավ, խնդրում եմ։ Նա նրան տվեց ծաղիկները։ Հաճելի է վերջապես ճանաչել ձեզ, տիկին իրացեմա։ Բրունան շատ է խոսում ձեր մասին։ Ճաշը զարմանալիորեն անկաշկանդ էր։ Գուստավն անկեղծորեն գովաբանեց ֆեյժոադան, խոստովանելով, որ հազվադեպ է տնային կերակուր ուտում։ Նա խոսեց տիկին իրացեմայի հետ իր հարուստ տներում օրավարձով աշխատելու փորձի մասին, անկեղծ հետաքրքրությամբ լսելով նրա պատմությունները անհավասարության մասին, որին նա ականատես էր եղել։ Գիտեք, մեկնաբանեց իրացեման, մատուցելով աղանդերը, պարզ կաթնային պուդինգ, ես 15 տարի աշխատել եմ Ալմեյդաների տանը։ Մաքրում էի, արդուկում, խնամում տունը։ Երբ մի անգամ հիվանդացա, նույնիսկ հեռախոսազանգ չստացա։ Գուստավը լրջորեն գլխով արեց։ Ինձ նման մարդկանց համար, ովքեր մեծացել են արտոնություններով, հեշտ է մոռանալ, որ յուրաքանչյուր ծառայության հետում կա մի ամբողջական մարդ երազանքներով պայքարով։ Հենց այդպես համաձայնեց իրացեման, նկատելիորեն տպավորված պատասխանից։ Նա հավանական հայացք գցեց Բրունային, ով ջերմություն զգաց կրծքավանդակում։ Ճաշից հետո Բրունան Գուստավին տարավ թաղամասը ցույց տալու։ Հույսի թաղամասի նեղ փողոցները լի էին կյանքով, երեխաներ, ովքեր գնդակ էին խաղում, տիկնայք, ովքեր խոսում էին դռների մոտ, երաժշտություն, դուրս եկող տարբեր պատուհաններից։ Դա սովորական շաբաթ էր Երանի ծայրամասում։ Գուստավն իր վրա էր գրավում հայացքները, ուր էլ որ անցնեին, ակնհայտորեն ջրից դուրս ձուկ էր, բայց անկեղծորեն հետաքրքրված էր ամեն ինչով։ Նա կանգ առավ, զրուցելու պարոն Հովակիմի հետ, անկյունի փոքրիկ մթերային խանութի տիրոջ։ Գնեց եգիպտացորեն շրջիկ վաճառողուհուց։ Հետաքրքրասիրությամբ դիտեց երիտասարդների խմբին, ովքեր բասկետբոլ էին խաղում իմպրովիզացված խաղադաշտում։ Այստեղ ամեն ինչ այնքան կենդանի է, մեկնաբանեց նա քայլելիս։ Առանձնատանը երբեմն զգում եմ, որ թանգարանում եմ ապրում։ Ամեն ինչ կատարյալ է, անձեռնմխելի, բայց առանց հոգու։ Բրունան ժպտաց։ Այստեղ մենք շատ տեղ չունենք պաշտոնականությունների համար։ Մարդիկ ապրում են մեկը մյուսի վրա, բառացիորեն։ Դու սովորում ես հոգ տանել քո հարանների մասին, որովհետև օրվա վերջում նրանք են, ովքեր օգնում են քեզ, երբ կարիք ունես։ Մի փոքրիկ տեղական այգում, մի քանի նստարաններից ծառերից ոչ ավելին, նրանք նստեցին հանգստանալու։ Գուստավը դեռ մի փոքր կաղում էր, թե նրա շարժունակությունը զգալիորեն բարելավվել էր։ Ինչ պատահեց քո հոր հետ, վերջապես հարցրեց Բրունան։ Թերեզան ինձ պատմեց վեճի մասին, բայց չգիտեմ, թե ինչպես ավարտվեց։ Գուստավը հառաչեց։ Մենք փակ ուղում ենք։ Նա չի ընդունում իմ որոշումը, բայց նա չի ուզում ինձ լիովին հեռացնել բիզնեսից։ Կարծում եմ, սպասում է, որ ես կվերադառնամ բանականության։ Իսկ Պորտելաների հետ բիզնեսը առայժմ կանգ է առել։
Հայրս փորձում է այլ կերպ փրկել համաձայնագիրը։ Նա բռնեց նրա ձեռքը։ Բայց ինձ հոգ չէ։ Առաջին անգամ կյանքում ես իմ սեփական որոշումներն եմ կայացնում։ Նույնիսկ եթե դրանք միլիոններ արժեն։ Որոշ ճանապարհներ արժեն ցանկացած կին։ Նա թեքվեց, մեղմորեն համբուրելով նրան։ Երբ նրանք վերադարձան բնակարան, տիկին Իրացեման գնացել էր ընկերուհուն այցելելու, զույգին անձնական կյանք տալու թափանցիկ պատրվակով։ Բրունան սուրճ պատրաստեց, տարօրինակ կերպով նյարդային զգալով Գուստավի հետ տանը մենակ լինելուց։ Քո մայրը հրաշալի է, մեկնաբանեց նա, դիտելով պատի վրայի լուսանկարները, Բրունան երեխա ժամանակ, նրա ավագ դպրոցի ավարտականը, համալսարանի ավարտական արարողությունը։ Հիմա հասկանում եմ, թե որտեղից է գալիս քո ուժը։ Նա հավանեց քեզ։ Բրունան բաժակները դրեց փոքրիկ սեղանին։ Ինչը զարմանալի է։ Նա սովորաբար չի վստահում հարուստ տղամարդկանց։ Գուստավը ծիծաղեց։ Կարծում եմ, նա դե ինձ գնահատում էր ամբողջ ժամանակ։ Եվ գնահատում էր։ Նրանք սուրճ խմեցին հարմարավետ լռության մեջ։ Ապա Գուստավը իր բաժակը դրեց սեղանին, լրջորեն նայեց Բրունային։ Ես ուզում եմ քեզանից մի բան խնդրել, բայց չեմ ուզում, որ դու քեզ ճնշված զգաս։ Բրունայի սիրտը արագացավ։ Ինչ։ Հաջորդ շաբաթ բարեգործական միջոցառում կա։ Ընթրիք, որը կազմակերպվում է Մեյրելես հիմնադրամի կողմից։ Սովորաբես ես ատում եմ այդպիսի բաները, բայց… Նա վարանեց։ Կուզենայի, որ դու ինձ հետ գնայիր։ Որպես իմ զուգընկեր։ Բրունան կուլ տվեց։ Դու ուզում ես ինձ հանրայնորեն ներկայացնել։ Քո ընտանիքին, ընկերներին, մամուլին։ Ես ուզում եմ աշխարհին ցույց տալ, թե ով է այն կինը, ով փոխել է իմ կյանքը։ Նա բռնեց նրա ձեռքերը։ Բայց հասկանում եմ, եթե դա շատ վաղ է, շատ արագ։ Դա մեծ քայլ էր, դուրս գալ անձնական հանդիպումների անվտանգությունից դեպի հանրային բացահայտում։ Դա նշանակում էր բախվել էլիտայի քննությանը, դատող հայացքներին, անխուսափելի վերնագրերին, ժառանգորդը ծայրամասի ֆիզիոթերապտը մասին։ Բայց նրա աչքերի մեջ նայելիս Բրունան տեսավ մի բան, որը երբեք չէր պատկերացնի գտնել, իսկապես սիրահարված տղամարդ, ով պատրաստ էր մարտահրավեր նետել իր սեփական աշխարհին հանուն նրա։ Եվ նա հասկացավ, որ գուցե ինքն էլ պատրաստ էր մարտահրավեր նետել աշխարհին հանուն նրա։ Այո, վերջապես պատասխանեց։ Ես կգամ քեզ հետ։ Ժպիտը, որը լուսավորեց Գուստավի դեմքը, արժեր յուրաքանչյուր անորոշություն։ Նա քաշեց նրան իր մոտ, համբուրելով նրան այնպիսի կրքով, որը ստիպեց Բրունային մոռանալ բոլոր անհանգստությունները տարբեր աշխարհների սոցիալական արգելքների մասին։ Այդ պահին նրանք պարզապես տղամարդ կին էին, ովքեր միասին բացահայտում էին այն բանի իմաստը, որը բանաստեղծները պարզապես սեր են անվանում։ Մեյրելես հիմնադրամի բարեգործական ընթրիքը կիսամյակի ամենակարևոր հասարակական իրադարձությունն էր Երանում։ Ավանդական կասկադում անցկացվող այն համախմբում էր քաղաքական գործիչների, գործարարների հայտնիների, անապահով համայնքներում կրթական նախագծերի համար միջոցներ հավաքելու պատրվակով։ Իրականում այն նա ծառայում էր որպես ոչ պաշտոնական բանակցությունների, ռազմավարական դաշինքների, իհարկե, իշխանության ազդեցության ցուցադրման բեմ։ Միջոցառմանը նախորդող օրերին Բրունան տատանվում էր հուզմունքի խուճապի մեջ։ Նա համապատասխան հագուստ չուներ, չգիտեր պաշտոնական միջոցառումների էթիկետի կանոնները, չգիտեր, թե ինչպես պետք է պահել իրեն հասարակական սյունակներ հաճախող մարդկանց շրջանում։ Նրա անհանգստությունը միայն աճեց, երբ ընթրիքից 2 օր առաջ հայտնի մարդկանց պորտալի լրագրողը զանգահարեց նրա բջջային հեռախոսին։ Տիկին Ֆերեյրան։ Սա Մարիանա Սանտոսն է, հայտնիներ պորտալից։ Մենք կցանկանայինք հաստատել, արդյոք դուք իսկապես կուղեկցեք Գուստավ Մեյրելեսին հիմնադրամի միջոցառմանը։ Մենք տեղեկություն ունենք, որ դուք սիրային հարաբերությունների մեջ եք։ Կարող եք մեկնաբանել։ Բրունան անջատեց, առանց պատասխանելու, ձեռքերը դողում էին։ Արդեն սկսվում էր անձնական կյանքի ներխուժումը, հանրային բացահայտումը, որը գալիս էր Գուստավի նման մեկի հետ հարաբերությունների մեջ լինելու հետ։ Երբ նա հուսահատ զանգահարեց նրան, Գուստավն ավելի շատ բարկացած էր թվում, քան զարմացած։ Կներեք դրա համար, ասաց նա։ Ինչ-որ մեկը պետք է արտահոսել լինի տեղեկությունը։ Հավանաբար հենց Կամիլան։ Ինչպես նա կիմանար։ Երանը փոքր քաղաք է, երբ խոսքը վերաբերում է էլիտային։
Ինչ որ մեկը մեզ տեսավ հույսի թաղամասում, մեկնաբանեց մեկին, ով մեկնաբանեց ուրիշ մեկին։ Բրունան իրեն բացահայտված, խոցելի զգաց։ Գուցե ավելի լավ է, որ ես չգնամ ընթրիքի։ Ոչ։ Գուստավի պատասխանն անմիջական էր հաստատուն։ Նրանք մինույն է կխոսեն։ Ավելի լավ է դրան դիմակայենք միասին, գլուխները բարձր, քան թաքնվենք։ Նրա տրամաբանությունը իմաստ ուներ, բայց չէր նվազեցնում խուճապի զգացումը։ Գուստավ, ես հագնելու բան չունեմ այդպիսի միջոցառման համար։ Ես չգիտեմ, թե ինչպես պետք է վարվեմ, ինչ ասեմ։ Ինչ վերաբերում է զգեստին, ես քեզ մի քանի տարբերակ կուղարկեմ ընտրելու համար։ Ինչ վերաբերում է մնացածին։ Նրա ձայնը մեղմացավ։ Ես պարզապես պետք է, որ դու քեզ լինես, Բրունա։ Դա այն ամենն է, ինչ ես միշտ ուզել եմ։ Միջոցառման օրը Բրունան իրեն թույլ տվեց մի փոքր շքեղություն, առավոտը գեղեցկության սրահում, Գուստավի հաշվին։ Երբ նա վերադարձավ բնակարան, իր մորը գտավ, հիանալով այն զգեստով, որը նա ընտրել էր ուղարկված տարբերակներից, մուգ կապույտ երկար մոդել, էլեգանտ, առանց շռայլ լինելու, ժամանակակից, առանց չափազանց սեքսուալ լինելու։ Դու արքայադուստր կթվաս, ասաց տիկին Իրացեման, աչքերը փայլելով։ Ով կմտածեր, հա։ Իմ աղջիկը մտնում է այդ վայրերի դիմացի դռնից, որոնք ես միայն իմացել եմ հետի դռնից։ Նրա ձայնում հպարտություն կար, բայց նա անհանգստության մի բուռ։ Բրունան գիտեր, որ մայրը վախենում է անխուսափելի դժվարություններից, որոնք կգային։ Ես վախենում եմ, մայր։ Իսկ եթե ես հիմարություն անեմ։ Իսկ եթե բոլորը ծաղրեն ինձ իմ թիկունքում։ Իրացեման դստեր դեմքը բռնեց ձեռքերի մեջ։ Լսիր ինձ։ Դու Բրունա Ֆերեյրան ես։ Գերազանցությամբ ես ավարտել երկրի լավագույն համալսարաններից մեկը։ Ամեն ինչ նվաճել ես քո ջանքերով։ Ոչ ոք իրավունք չունի քեզ ստիպել ստոր զգալ։ Նա ուղեց դստեր մազերի մի շերտը։ Եվ եթե այդ երիտասարդն իսկապես սիրում է քեզ, նա միշտ քո կողքին կլինի։ 7-ին ուղիղ, Գուստավի կողմից ուղարկված մեքենան ժամանեց։ Այս անգամ դա համեստ, բայց անհերքելիորեն շքեղ լիմուզին էր։ Սեբաստյանը, վարորդը, ժպտաց Բրունային, երբ բացեց դուռը։ Դուք հրաշալի տեսք ունեք, օրիորդ, անկեղծորեն մեկնաբանեց։ Ինքը, Գուստավը, սպասում էր մեքենայի ներսում, անթերի իր սմոքինգով։ Նրա աչքերը փայլեցին, տեսնելով Բրունային մտնողին։ Դու… Նա կարծես մի պահ անխոս էր։ Հրաշալի բառը արդարություն չի անում։ Մինչ Կասկադ տանող ճանապարհին Գուստավը փորձում էր զուսպ կերպով նախապատրաստել նրան։ Հայրս այնտեղ կլինի, անփույթ մեկնաբանեց նա, թե Բրունան նկատեց լարվածությունը նրա ձայնում։ Նա դեռ ոգորված չէ իմ որոշումից։ Դու նկատի ունես, ինձանից։ Գուստավը բռնեց նրա ձեռքը։ Իմ ընտրություններից ընդհանրապես։ Բայց հիմնականում նրանից, որ ես իմ երջանկությունն եմ առաջնահերթություն դարձնում ընտանեկան բիզնեսից վեր։ Նա վարանեց։ Պորտելաները նույնպես ներկա կլինեն։ Բրունան զգաց, թե ինչպես է ստամոքսը իջնում։ Կամիլան այնտեղ կլինի։ Հավանաբար։ Նա սեղմեց նրա ձեռքը։ Տես, մարդիկ կխոսեն, կնայեն, կդատեն։ Մարդիկ, ովքեր կարծում են, թե ինչ-որ բան գիտեն մեր մասին, քո մասին։ Միակ բանը, որ ես խնդրում եմ, այն է, մի հավատա լսածիդ ոչ մեկին։ Վստահիր այն ամենին, ինչ ունենք։ Երբ նրանք հասան տպավորիչ պատմական պալատ, մուտքը շրջապատված էր լուսանկարիչներով։ Ֆլեշեր բռնկվեցին այն պահին, երբ Բրունան Գուստավը դուրս եկան լիմուզինից։ Մի ակնթարթ նա կուրացավ լույսերից, քարացած, ինչպես մեքենայի լուսարձակներում բռնված կենդանի։ Գուստավ։ Ճիշտ է, որ դուք Կամիլան վերջնականապես բաժանվել եք։ Տիկին Ֆերեյրան։ Ինչպես եք զգում մտնելով Մեյրելեսների ընտանիք։ Գուստավ։ Արդյոք Պորտելաների հետ միաձուլման մերժումը կապ ունի ձեր նոր հարաբերությունների հետ։ Հարցեր էին նետվում բոլոր կողմերից։ Բրունան զգաց, որ Գուստավը ամուր դրեց իր ձեռքը նրա գոտկատեղին, վճռականորեն առաջնորդելով նրան ներս, առանց որևէ հարցի պատասխանելու։ Պալատի ներսը շնչահեղձ էր, բյուրեղյա ջահեր, մարմարե սանդուղքներ, արքայականին վայել դեկորացիա։ Նրբաճաշակ հագնված մարդիկ խոսում էին փոքր խմբերով, շամպայնի բաժակներ ձեռքերում։ Լարային նվագախմբի մեղմ երաժշտությունը լցնում էր մթնոլորտը։ Բրունան անմիջապես նկատեց հայացքները։
Ոմանք հետաքրքրասեր էին, ոմանք գնահատող, ոմանք բացահայտ թշնամական։ Նա հստակ զգաց, որ ինքը ցուցադրված հազվագյուտ նմուշ է։ «Շնչիր», շշնջաց Գուստավը։ «Դու շատ լավ ես անում»։ Բարձրահասակ, անթերի սանրվածքով մոխրագույն մազերով տղամարդը մոտեցավ նրանց, զսպված արտահայտությամբ։ Նույնիսկ առանց ներկայացումների, Բրունան բնազդաբար գիտեր, որ կանգնած է Ռիկարդո Մեյրելեսի, ընտանիքի պատրիարքի դիմաց։ «Հայր», Գուստավը պաշտոնապես ողջունեց։ «Սա Բրունա Ֆերեյրան է»։ Ռիկարդոն սառը քաղաքավարությամբ ձեռքը մեկնեց։ «Տիկին Ֆերեյրան, շատ բան եմ լսել ձեր մասին»։ «Հաճելի է ճանաչել ձեզ, պարոն Մեյրելես», պատասխանեց Բրունան, հպարտանալով, որ իր ձայնը չի դողացել։ Ռիկարդոն մի պահ գնահատեց նրան, նրա հաշվարկող աչքերը նույնական էին որդու աչքերին։ «Պետք է ասեմ, որ ձեր աշխատանքը որպես ֆիզիոթերապետ օրինակելի էր»։ Գուստավը գրեթե ամբողջությամբ ապաքինվել է։ «Շնորհակալություն, պարոն։ Ես պարզապես իմ աշխատանքն եմ արել»։ Առանց հումորի ժպիտը կորացրեց ավագ տղամարդու շրթունքները։ «Եվ հիմա, ինչպես հասկանում եմ, դուք նոր զբաղմունք եք գտել»։ Ակնարկը պարզ էր, կտրուկ։ Բրունան զգաց, թե ինչպես է դեմքը այրվում, բայց նախքան նա կհասցներ պատասխանել, Գուստավը միջամտեց։ «Հայր, ոչ այստեղ։ Ոչ այսօր»։ Ռիկարդոն ուղղեց իր փողկապի հանգույցը, անխռով։ «Պարզապես ավելի լավ եմ ճանաչում ձեր ուղեկցորդուհուն»։ Ի վերջո, նա բավականին հուզմունք է առաջացնում խորհրդում։ Նա ուղիղ նայեց Բրունային։ «Օրիորդ, դուք պատկերացնում եք, թե որքան արժե Պորտելաների հետ միաձուլումը»։ 350 միլիոն դրամ։ Դա իմ որդու սիրավեպի արժեքն է։ Բրունան զգաց, կարծես հարվածել էին ստամոքսին։ 350 միլիոն։ Դա մի գումար էր, որը նրա միտքը հազիվ էր կարողանում մարսել։ «Կներեք», ասաց Ռիկարդոն, նույնքան պաշտոնապես, որքան եկել էր։ «Ես հյուրեր ունեմ դիմավորելու»։ Երբ նա հեռացավ, Բրունան շրջվեց դեպի Գուստավը, իրեն վատ զգալով։ «Դա ճիշտ է։ Դու այս ամենը կորցնում ես իմ պատճառով»։ «Ոչ քո պատճառով», Գուստավը հիասթափված էր թվում։ «Իմ պատճառով։ Որովհետև ես ընտրեցի ինձ չվաճառել բիզնես ամուսնության մեջ։ Որովհետև ես որոշեցի, որ իմ անձնական կյանքը վաճառքի չի հանվում»։ Նախքան նրանք կկարողանային խոսակցությունը խորացնել, նրանց շրջապատեց մի խումբ երիտասարդներ, Գուստավի ընկերները, ըստ ելույթին։ Մակերեսորեն կրթված, նրանց հայացքները Բրունայի վրա տատանվում էին հետաքրքրասիրությունից մինչ վատ քողարկված անհավատություն։ «Ուրեմն դու ես հայտնի ֆիզիոթերապտը», մեկնաբանեց մի էլեգանտ կին, ում անունը Բրունան չկարողացավ հիշել արագ ներկայացման ժամանակ։ «Ինչ հետաքրքիր է։ Դուք բուժում եք մեր շրջանակի այլ հիվանդների»։ «Իրականում, հիմա ես հիմնականում աշխատում եմ կլինիկայում, բոլոր պրոֆիլների հիվանդների հետ», պատասխանեց Բրունան, ճանաչելով նրան հարուստների որսորդ պիտակելու փորձը։ Երեկոն շարունակվեց որպես հուզական ատրակցիոն։ Յուրաքանչյուր անկեղծորեն բարի մարդու համար կային երեքը, ովքեր հազիվ էին քողարկում իրենց արամարանքը կամ չարամիտ հետաքրքրասիրությունը։ Բրունային հարցեր էին տալիս իր կրթության, իր ընտանիքի, իր թաղամասի մասին, ակնհայտորեն անմեղ հարցեր, որոնք պարունակում էին վիրավորական ենթատեքստեր։ Որոշակի պահի, երբ Գուստավը խոսում էր կարոր ներդրողի հետ, Բրունան գնաց զուգարան մի պահ հանգստանալու։ Դուրս գալիս նա դեմ առ դեմ հանդիպեց Կամիլա Պորտելային, ով հայելու դիմաց ուղղում էր իր անթերի շրթներկը։ «Ահ, ողջույն», ասաց Կամիլան կեղծ ջերմությամբ։ «Բրունա, ճիշտ է։ Զգեստը գեղեցիկ է»։ «Շանել»։ «Ես չգիտեմ ապրանքանիշը», անկեղծորեն պատասխանեց Բրունան։ «Գուստավն է ուղարկել»։ Կամիլան ծիծաղեց, մեղեդային դաժան ձայնով։ «Իհարկե, նա ուղարկեց։ Գուստավը միշտ լավ ճաշակ ուներ նվերների համար։ Իմ 25-ամյակի առթիվ նա ինձ ադամանդե վզնոց ներկրված սպորտային մեքենա նվիրեց»։ Նա վերից ներք նայեց Բրունային։ «Բայց յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է, չէ՞։ Բրունան պահպանեց իր հանգստությունը, թե զգում էր, թե ինչպես է արյունը եռում։ «Ինչ ես կոնկրետ նկատի ունենում»։ «Սիրելիս», Կամիլան մոտեցավ, իր թանկարժեք օծանելիքը ներխուժելով Բրունայի անձնական տարածք, «դու իսկապես կարծում ես, որ սա կտի»։ Գուստավը ապստամբական շրջանում է, մարտահրավեր նետելով հորը, ընտանեկան ավանդույթին։
օգտագործելով քեզ որպես այդ ապստամբության գործիք։ Նա ուղղեց իր կատարյալ հարդարված մազերը։ Ես Գուստավին ճանաչում եմ դեռ դեռահաս տարիքից։ Ես արդեն տեսել եմ այս ֆիլմը։ Նա միշտ վերադառնում է այն բանին, ինչը ծանոթ է, այն բանին, ինչը տեղին է։ Խոսքերը հարվածեցին Բրունային, արձագանքելով իր սեփական անապահովություններին։ Բայց կծկվելու փոխարեն նա ուժ գտավ իր ներսում ինչ-որ տեղ։ Հետաքրքիր է, որ դու դա ես ասում, հաշվի առնելով, որ դու ես նրան լքել, երբ նա ամենաշատն ուներ քո կարիքը։ Բրունան ձայնը հանգիստ, զսպված պահեց։ Գուցե դու Գուստավին այնքան լավ չես ճանաչում, որքան կարծում ես։ Կամիլայի արտահայտությունը մի ակնթարթ կոշտացավ, նախքան արհեստական ժպիտին վերադառնալը։ Երբ դու ավարտես մոխրոտիկ խաղալը, հիշիր, կեսգիշերը միշտ գալիս է, կառքը նորից դդում է դառնում։ Դրանով նա դուրս եկավ զուգարանից, թողնելով իր թանկարժեք օծանելիքի բույրը իր խոսքերի թույնը։ Բրունային մի քանի րոպե պահանջվեց իրեն հավաքելու համար։ Նա նայեց հայելու մեջ, տեսնելով ոչ թե մեկ ամիս առաջվա անվստահ ֆիզիոթերապևտին, այլ մի կնոջ, ով սովորում էր հավատալ իր սեփական արժեքին։ Նա խորը շունչ քաշեց, վերադարձավ դահլիճ։ Նա Գուստավին գտավ, զրուցելիս միջին տարիքի զույգի հետ։ Տեսնելով նրան, նրա աչքերը լուսավորվեցին, նա ձեռքը մեկնեց, նրան իր կողքը քաշելով։ Կարլոս, Լուիզա, սա Բրունան է։ Բրունա, Կարլոսը իմ պրոֆեսորն էր կառավարման ֆակուլտետում, իսկ Լուիզան ղեկավարում է մեր կրթական հիմնադրամը։ Ի զարմանս Բրունայի, զույգը նրան դիմավորեց անկեղծ հետաքրքրությամբ։ Լուիզան, մասնավորապես, տպավորվեց, իմանալով նրա կրթության մասին։ Գիտեք, մենք ընդլայնում ենք մեր գործունեությունը, ներառելով ֆիզիկական վերականգնողական կենտրոններ անապահով համայնքներում, մեկնաբանեց Լուիզան։ Ձեր կրթությամբ կյանքի փորձով մեկը կարող է արժեքավոր հեռանկար բերել։ Հաջորդած խոսակցությունն այն երեկոյի առաջինն էր, երբ Բրունան իրեն դատապարտված կամ նվաստացած չզգաց։ Երբ զույգը հեռացավ, Գուստավը ժպտաց նրան։ Տեսա՞ք։ Այստեղ բոլորը չէ, որ իմ հոր կամ Կամիլայի նման են։ Անվան հիշատակումը ստիպեց Բրունային վարանել։ Ես նրան հանդիպեցի զուգարանում։ Գուստավի արտահայտությունը մթնեց։ Ինչ ասաց նա։ Ոչինչ, ինչին ես չէի կարողանա դիմակայել, պատասխանեց Բրունան, որոշելով այլս դրամա չսնուցել։ Բայց Գուստավ 350 միլիոն։ Դա շատ փող է։ Դա պարզապես փող է։ Նա մի բաժակ շամպայն վերցրեց անցնող մատուցողից տվեց Բրունային։ Տես, գիտեմ, որ քեզ համար անհեթեթ է թվում։ Բայց ճշմարտությունն այն է, որ ես ավելի շատ փող ունեմ, քան կարող էի ծախսել մի քանի կյանքում։ Այն, ինչ ես չունեմ, դա սա է։ Նա խորը նայեց նրա աչքերին։ Մեկը, ով ինձ տեսնում է այնպիսին, ինչպիսին ես կամ, ոչ թե այնպիսին, ինչ ունեմ։ Հաջորդած պաշտոնական ընթրիքն ավելի քիչ լարված էր, քան Բրունան սպասում էր։ Նա նստեց Գուստավի հիմնադրամի հետ աշխատող մարդասեր բժշկի միջ, ով հաճելի ուղեկից դուրս եկավ։ Սեղանի մյուս կողմում, սակայն, Ռիկարդո Մեյրելեսը նրան դիտում էր որպես բազը, նրա յուրաքանչյուր շարժումը քննության տակ։ Ընթրիքի կեսին Գուստավին կանչեցին բեմ, ընտանիքի ներկայացուցչի ավանդական ելույթի համար։ Բրունան հանկարծակի իրեն բացահայտված զգաց առանց նրա կողքին, բայց պահպանեց ուղիղ կեցվածքը, հանգիստ դեմքը, չնայած արագացած սրտին։ Բարի երեկո բոլորիդ, սկսեց Գուստավը, նրա ուժեղ ձայնը արձագանքում էր սրահում։ Մեյրելես հիմնադրամն այսօր լրանում է 25 տարի կրթական աշխատանք Հայաստանում։ Երբ պապը ստեղծեց այն, նրա տեսլականը պարզ էր, հասարակությանը վերադարձնել այն, ինչ նա մեզ տվեց։ Նա դադար տվեց, ուղիղ նայելով Բրունային։ Վերջերս ես անցա կյանքը փոխող փորձառություն։ Մի վթար, որը գրեթե խլեց իմ կյանքը, ստիպեց ինձ շատ բաներ հարցականի տակ դնել։ Ժամանակի արժեքը, հաջողության իմաստը, արտոնության բնույթը։ Նրա ձայնն ավելի անձնական դարձավ։ Ես հայտնաբերեցի, որ երբեմն մենք պետք է գրեթե ամեն ինչ կորցնենք, գտնելու համար այն, ինչ իսկապես կարևոր է։ Բրունան նկատեց շշուկներ սրահում, հայացքներ, ուղղված իրեն։ Այս տարի Մեյրելես հիմնադրամն ընդլայնում է իր ուշադրությունը, ներառելով առողջություն ֆիզիկական վերականգնում անապահով համայնքներում։ Որովհետև ես հավատում եմ, որ արժանապատվությունն ու բարեկեցությունը արտոնություններ չեն, այլ իրավունքներ։ Ելույթի ավարտին, մինչ սրահը քաղաքավարի ծափահարում էր, Բրունան նկատեց Ռիկարդոյի կատաղած հայացքը։
Ակնհայտորեն հիմնադրամի այս ուղղության փոփոխությունը նրա հետ քննարկված չէր եղել։ Երբ Գուստավը վերադարձավ սեղանին, հայրը անմիջապես վեր կացավ խնդրեց մասնավոր խոսել նրա հետ։ Բրունան դիտեց, թե ինչպես են նրանք հեռանում, երկուսի կոշտ կեցվածքը ցույց էր տալիս հաջորդող խոսակցության լարվածությունը։ Մի անհանգստացեք նրանց համար, ասաց Լուիզան, ով մոտեցել էր։ Ռիկարդոն դեռ անցյալ դարում է ապրում։ Նա ի վերջո կհաղթահարի դա։ Ես չեմ ուզում ընտանեկան խզում առաջացնել, խոստովանեց Բրունան։ Ես չեմ ուզում լինել Գուստավի հորը կորցնելու պատճառը։ Լուիզան հասկացողաբար ժպտաց։ Սիրելիս, նրանց միջ այս վեճը շատ ավելի վաղուց է գալիս, քան դու հայտնվեցիր։ Գուստավը միշտ ցանկացել է բիզնեսը ուղղել ավելի սոցիալապես պատասխանատու ոլորտներ։ Ռիկարդոն միշտ դիմադրել է։ Դու պարզապես կատալիզատոր ես մի բանի համար, որը նախատեսված էր պատահելու։ Դիտարկումը որոշակի մխիթարություն բերեց Բրունային։ Երբ Գուստավը վերադարձավ, նրա արտահայտությունը լարված էր, բայց վճռական։ Կարող ենք գնալ, պարզապես հարցրեց նա։ Մեքենայում տունդարձի ճանապարհին Գուստավը վերջապես խոսեց հոր հետ խոսակցության մասին։ Նա ինձ վերջնագիր տվեց։ Կամ բաժանվում եմ քեզանից վերսկսում բանակցությունները Պորտելաների հետ, կամ հեռացվում եմ ընկերության խորհրդից։ Բրունան զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Գուստավ, ես չեմ կարող թույլ տալ, որ դու ամեն ինչ զոհաբերես, ոչ, նա հաստատունորեն ընդհատեց նրան։ Մի արա դա։ Մի թույլ տուր, որ նրանք այդ բեռը քո վրա դնեն։ Նա բռնեց նրա ձեռքերը։ Նրանք կարծում են, որ ինձ պատժում են, բայց իրականում ինձ ազատում են։ Առաջին անգամ կյանքում ես հստակություն ունեմ այն մասին, թե ինչ եմ ուզում կառուցել։ Իսկ ինչ ես ուզում կառուցել։ Իմ սեփական ընկերությունը։ Կենտրոնացած օժանդակ տեխնոլոգիաների վերականգնման վրա։ Օգտագործելով իմ ունեցած գիտելիքներն ու կապերը, բայց հետելով իմ սեփական տեսլականին։ Նրա աչքերը փայլում էին կատաղի վճռականությամբ։ Եվ ես ուզում եմ, որ դու ինձ հետ լինես այս ճանապարհին։ Ոչ թե որպես իմ ընկերուհի, ոչ թե որպես ցուցադրելու տրոֆեյ, այլ որպես գործընկեր։ Քո փորձը, քո կրթությունը, քո հեռանկարը, հենց դա է, ինչ անհրաժեշտ է այս նախագծին։ Բրունան շշմած էր։ Դու լուրջ ես խոսում։ Երբեք իմ կյանքում այդքան լուրջ չեմ խոսել։ Նա շոյեց նրա դեմքը։ Ուրեմն, ինչ կասես։ Կուզենաս օգնել կառուցել մի բան, որն իսկապես կարող է փոփոխություն բերել։ Առաջարկը գայթակղիչ էր, վախեցնող, հուզիչ։ Դա ավելին էր, քան հարաբերությունները, դա ընդհանուր տեսլական էր, նպատակ, կամուրջ նրանց այդքան տարբեր աշխարհների միջ։ Այո, վերջապես պատասխանեց Բրունան, զարմացնելով իրեն իր ձայնի հաստատունությամբ։ Այո, ուզում եմ։ Երբ նրանք հասան հույսի թաղամաս, Գուստավը պնդեց, որ նրան ուղեկցի մինչ բնակարանի դուռը, չնայած ուշ ժամին։ Նեղ միջանցքում, դատող հայացքներից տեսախցիկներից հեռու, նա վերջապես հանգստացավ։ Դու հրաշալի էիր այսօր երեկոյան, ասաց նա, նրան մոտ քաշելով։ Այնքան ուժեղ, այնքան անկեղծ։ Ես տեսա, թե ինչպես էին որոշ մարդիկ նայում քեզ, ոչ թե արամարանքով, այլ նախանձով։ Որովհետև դու ունես մի բան, որը ոչ մի փողով հնարավոր չէ գնել։ Ինչ, հարցրեց Բրունան, ձեռքերը փաթաթելով նրա պարանոցին։ Ամբողջականություն։ Քաջություն։ Նա ժպտաց, նրա կանաչ աչքերը փայլում էին նույնիսկ միջանցքի քիչ լույսի ներքո։ Եվ ինձ։ Հաջորդած համբույրը տարբեր էր բոլոր նախորդներից, ավելի խորը, ավելի շտապ, լի խոստումներով, հնարավորություններով։ Բրունան զգաց, որ իր մարմինը արձագանքում է այնպես, ինչպես երբեք չէր զգացել նախկինում, ջերմություն տարածվում էր նրա որովայնով, մի ցանկություն, որը դուրս էր ֆիզիկականից։ Երբ բաժանվեցին, շնչահեղձ, Գուստավը իր ճակատը դրեց նրա ճակատին։ Բրունա, ես սիրում եմ քեզ։ Ես չէի պլանավորել դա ասել այսօր, բայց այն ամենից հետո, ինչ մենք անցանք, պետք է, որ դու իմանաս։ Խոսքերը, այնքան պարզ միաժամանակ այնքան խորը, ստիպեցին Բրունային դողալ։ Ես նույնպես սիրում եմ քեզ, շշնջաց նա, զարմացած, թե ինչպես բնականաբար դուրս եկան բառերը։ Եվ դա ինձ այնքան է վախեցնում, որքան հուզում։ Մենք կարող ենք դանդաղ գնալ, խոստացավ նա։ Մեր ռիթմով։ Այդ գիշեր, երբ նա պատրաստվում էր քնելու, Բրունան մտածեց, թե ինչպես էր իր կյանքը լիովին փոխվել ընդամենը մի քանի շաբաթում։
Նոր ավարտած ֆիզիոթերապևտից մինչ Հայաստանի ամենացանկալի տղամարդկանցից մեկի գործընկեր, պատրաստ ձեռնարկելու մի հավակնոտ նախագիծ, որը կարող էր փոխել կյանքեր։ Ավելին, նա սովորում էր նավարկել նոր հուզական տարածքում։ Սերը, այն զգացումը, որը նա միշտ համարել էր հեռավոր ֆանտազիա, հիմա իրական էր, շոշափելի, մի փոքր վախեցնող, բայց անհերքելիորեն հրաշալի։ Երբ նա քնեց, Բրունան չգիտեր, թե ինչ էր սպասվում ապագայում, բայց առաջին անգամ չէր վախենում պարզել։ Որովհետև հիմա նա այլս մենակ չէր քայլում։ 6 ամիս էր անցել բարեգործական ընթրիքի գիշերից։ Երանյան ձմեռը տեղը զիջել էր կենսունակ գարնանը, դրա հետ մեկտեղ Բրունայի կյանքում շատ փոփոխություններ էին ծաղկել։ Նոր ուղի վերականգնողական կենտրոնը պատրաստվում էր բացվել հույսի թաղամասի սրտում։ Այն, ինչ նախկինում լքված պահեստ էր, այժմ կանգնած էր որպես ժամանակակից շենք, հագեցած նորագույն տեխնոլոգիաներով բազմամասնագիտական թիմով, որը պատրաստ էր սպասարկել համայնքին։ Բրունան, որպես տեխնիկական տնօրեն, մասնակցել էր գործընթացի յուրաքանչյուր փուլին, հայեցակարգից մինչ մասնագետների հավաքագրումը։ Սեպտեմբերի արոտ այդ առավոտ նա քայլում էր կենտրոնով, ստուգելով հաջորդ օրը կայանալիք բացման արարողության վերջին մանրամասները։ Ներկրված ֆիզիոթերապիայի սարքավորումներ, թերապևտիկ լողավազան, հարմարավետ բուժասենյակներ, ամեն ինչ մտածված էր արժանապատվություն գերազանցություն առաջարկելու համար այն մարդկանց, ովքեր սովորաբար հասանելիություն չէին ունենա այս տեսակի բուժմանը։ Մանկաբուժության սենյակը դեռ լուսավորության վերջին ճշգրտումների կարիք ունի, մեկնաբանեց Ժանայինան, իր համալսարանական ընկերուհին, ով այժմ աշխատում էր որպես կենտրոնի օկուպացիոն թերապիայի համակարգող։ Ես կստուգեմ տեխնիկական թիմի հետ, պատասխանեց Բրունան, գրառումներ անելով իր պլանշետում։ Իսկ թիմի համազգեստները հասել են։ Բոլորը առաքվել են 3։ Անձնակազմին շատ դուր եկավ դիզայնը, ի դեպ։ Բրունան ժպտաց, հիշելով, թե ինչպես էր Գուստավը պնդել դիզայներ վարձել համազգեստներ նախագծելու համար, որոնք ոչ միայն ֆունկցիոնալ էին, այլ գեղեցիկ հարմարավետ։ Առողջապահության մասնագետները արժանի են իրենց լավ զգալ այն, ինչ հագնում են, ասել էր նա։ Հենց այսպիսի մանրամասների նկատմամբ ուշադրությունն էր ցույց տալիս, թե ինչպես էր նա իսկապես հոգ տանում նախագծի մասին, դա պարզապես ներդրում կամ նրան տպավորելու միջոց չէր։ Նրա հեռախոսը զանգահարեց։ Դա Գուստավն էր։ Բարի առավոտ, գեղեցկուհի։ Ինչպես է մեր փոքրիկը։ Բրունան ժպտաց հեռախոսով։ Գրեթե պատրաստ է մեծ օրվան։ Միայն մի քանի ճշգրտում է պակասում։ Նա մոտեցավ պատուհանին, որտեղից կարող էր տեսնել փողոցում խաղացող երեխաներին։ Չեմ կարող հավատալ, որ մենք իսկապես հասանք դրան, Գուստավ։ Դու հասար դրան, նա ուղղեց։ Ես պարզապես տրամադրեցի ռեսուրսները։ Դու կյանք տվեցիր նախագծին, հոգի։ Գուստավի հորից բաժանվելուց հետո անցած ամիսներին շատ բան էր փոխվել։ Օգտագործելով իր անձնական կարողության մի մասը, որը բարեբախտաբար ամբողջությամբ կապված չէր ընտանեկան ընկերությունների հետ, նա հիմնադրել էր GameTech ստարտափ, որը կենտրոնացած էր մատչելի գներով օժանդակ տեխնոլոգիաներ մշակելու վրա։ Նոր ուղի կենտրոնը նախատեսված մի քանի նախագծերից առաջինն էր, համատեղելով կլինիկական խնամքը կիրառական հետազոտությունների հետ։ Բրունան թողել էր ինտեգրալ կլինիկան, ամբողջությամբ նվիրվելու կենտրոնին, ստանձնելով մի դեր, որը շատ ավելին էր, քան ֆիզիոթերապիան։ Նա ղեկավար էր, հետազոտող, մանկավարժ, նպատակ իրականացում գտնելով յուրաքանչյուր նոր մարտահրավերում։ Ես նորություններ ունեմ, շարունակեց Գուստավը հեռախոսով։ Մենք ստացանք առողջապահության նախարարության հավանությունը մանկական էկզոկմախքի համար։ Կարող ենք սկսել կլինիկական փորձարկումները հաջորդ ամիս։ Դա հրաշալի է, բացականչեց Բրունան։ Էկզոկմախքը հատուկ նախագիծ էր, սարք, որը կօգներ կաթվածահար երեխաներին կանգնել իրենց առաջին քայլերն անել։ Ընտանիքներն այնքան ուրախ կլինեն։ Ես նա ուրիշ նորություն ունեմ, բայց դա ուզում եմ անձամբ հայտնել։ Այսօր ընթրիք իմ տան։ Իհարկե։ Այստեղ կավարտեմ մոտ 7-ին։ Հեռախոսը անջատելուց հետո Բրունան շարունակեց կենտրոնի ստուգումը։ Յուրաքանչյուր սենյակ, որը նա այցելում էր, հպարտության իրականացման զգացում էր բերում։ Սա ոչ միայն պրոֆեսիոնալ երազանքի իրականացումն էր, այլ ապացույց, որ տարբեր աշխարհներ կարող են հանդիպել միասին արտասովոր բան ստեղծել։ Նրա բջջային հեռախոսը թրթռաց հաղորդագրությամբ։ Դա իր մայրն էր։ Աղջիկս, վաղվա զգեստը պատրաստ է։ Կթողնեմ քո բնակարանում։ Բրունան ժպտաց։
Տիկին Իրացեման պնդել էր հատուկ զգեստ կարել բացման արարողության համար։ Այս անգամ թանկարժեք հագուստ չկա, ասել էր նա։ Ես ուզում եմ, որ դու ներկայացնես քո արմատները։ Բրունայի Գուստավի հարաբերությունները փոփոխություններ էին բերել նա տիկին Իրացեմայի համար։ Դստեր պնդմամբ նա վերջապես թողել էր օրավարձով աշխատելը վերականգնողական կենտրոնում տեղադրված փոքրիկ սրճարանը կառավարելու համար, հարմարավետ վայր, որտեղ հիվանդներն ու ընտանիքի անդամները կարող էին գտնել ոչ միայն որակյալ սուրճ, այլ այն սերն ու իմաստությունը, որը միայն Իրացեման կարող էր առաջարկել։ Սկզբում նա դիմադրեց գաղափարին։ Ես բարեգործություն չեմ ուզում, հաստատունորեն ասել էր նա, երբ Գուստավը առաջարկեց սրճարանը։ Հենց Բրունան համոզեց նրան. Դա բարեգործություն չէ, մայր։ Դա քո տաղանդի ճանաչումն է։ Բացի այդ, հիվանդներին պետք կլինի մեկը, ով կհասկանա նրանց, ով կմխիթարի նրանց։ Ոչ ոք քեզանից լավ չի կարող դա անել։ Այժմ տիկին Իրայի սրճարանը հաջողություն էր աշխատակիցների հիվանդների շրջանում, ովքեր արդեն այցելում էին կենտրոն նախնական մարզումների համար։ Տարիների փորձը ուրիշների տները խնամելով Իրացեմային հատուկ տաղանդ էր տվել մարդկանց իրենց հարմարավետ զգալու համար։ Օրվա վերջում հոգնած, բայց գոհ Բրունան ուղղվեց այն բնակարանին, որն այժմ կիսում էր Գուստավի հետ Կոմիտասի պողոտայում, մի թաղամաս, որը կատարյալ կերպով ներկայացնում էր այն միջինը, որ նրանք գտել էին։ Ոչ Ծաղկաձորի մեկուսացված առանձնատունը, ոչ էլ Հույսի թաղամասի փոքրիկ բնակարանը։ Մի տեղ միայն իրենց համար, զարդարված իրերով, որոնք խառնում էին նրա գնահատած բարդ դիզայնը նրա գնահատած հարմարավետ անձնական տարրերի հետ։ Մտնելիս նա գտավ այն զգեստը, որը մայրը թողել էր, փիրուզագույն մոդել, պարզ, բայց էլեգանտ, ձեռագործ մանրամասներով, որոնք հիշեցնում էին նրա հյուսիսարևելյան արմատները։ Զգեստի հետ մի նամակ։ Իմ աղջկա համար, ով երբեք չի մոռանում, թե որտեղից է եկել, անկախ նրանից, թե որքան հեռու է գնում։ Սիրով, մայր։ Բրունայի աչքերը լցվեցին։ Նրա մայրը քիչ ռեսուրսներով, բայց անսահման իմաստությամբ միշտ գտնում էր ճիշտ բառերը իր սրտին դիպչելու համար։ Նա երկար լոգանք ընդունեց, փորձելով հանգստանալ լարված օրվանից հետո։ Երբ նա պատրաստվում էր Գուստավի տանը ընթրիքի համար, լճի տունը, որը նա պահել էր հիմնական առանձնատունը վաճառելուց հետո, նա մտածում էր, թե ինչպես էր իր կյանքը լիովին անսպասելի ուղղություն ստացել։ Դեռ մարտահրավերներ կային, իհարկե։ Գուստավի ընտանիքը շարունակում էր հեռու մնալ։ Ռիկարդո Մեյրելեսը, նրա հայրը, անզիջում էր մնում իր անհավանության մեջ, թե լուրեր կային, որ նա գաղտնիորեն սկսում էր հիանալ որդու վճռականությամբ։ Հասարակական սյունակները երբեմն հրապարակում էին չարամիտ ենթադրություններ նրանց հարաբերությունների մասին։ Եվ երկու այդքան տարբեր աշխարհների միջ նավարկելը պահանջում էր մշտական բանակցություններ փոխադարձ ըմբռնում։ Բայց կար մի անհերքելի բան։ Նրանց միջ սերը ոչ միայն գոյատել էր արտաքին ճնշումներին, այլ ծաղկել էր դրանց միջոցով։ Երբ նա հասավ լճի տուն, Բրունային դիմավորեցին մոմերի լույսերը տնական կերակուրի համեղ բույրը։ Գուստավը զարմանալիորեն խոհանոցում էր, փորձելով չայրել այն, ինչը կարծես ռիզոտո էր։ Դու ես պատրաստում։ Բրունան ծիծաղեց, թեթ համբույր դնելով նրա շրթունքներին։ Պետք է անհանգստանալ։ Թերեզան ինձ քայլ առ քայլ հրահանգներ տվեց հեռախոսով, պատասխանեց նա հիասքանչ կերպով անտեղի թվում փայտե գդալը ձեռքին։ Այսօր ուզում էի ինչ-որ հատուկ բան անել։ Ո՞րն է առիթը։ Շատերն են։ Նա անջատեց կրակը երկու բաժակ գինի լցրեց։ Մենք կնշենք կենտրոնը, հաստատված էկզոկմախքը, 6 ամիս միասին լինելը գուցես ինչ-որ բան։ Նրա աչքերում խորհրդավոր փայլ կար, որը ստիպեց Բրունային սարսուռ զգալ, այն կանխազգացման զգացումը, որը միայն նա կարող էր առաջացնել։ Ընթրիքը զարմանալիորեն լավ էր խոհանոցի նորեկի համար։ Ծիծաղի կենտրոնի մասին խոսակցությունների մեջ Բրունան նկատեց, որ Գուստավը մի փոքր նյարդային էր թվում, հազվադեպ ելույթ սովորաբար այդքան ինքնավստահ տղամարդու համար։ Երբ նրանք ավարտեցին աղանդերը, պուդինգ, որը հստակ պատվիրված էր, ոչ թե նրա կողմից պատրաստված, Գուստավը բռնեց Բրունայի ձեռքը սեղանի վրա։ Գիտես, թե ինչ եմ հասկացել այս վերջին ամիսներին։ Նա մեղմորեն շոյեց նրա մատները։ Որ երբեք այդքան երջանիկ, այդքան իրականացված, այդքան լիարժեք։ Շատ ավելին էր, քան դա հայր էր, ով ձիթենու ճյուղ էր մեկնում որդուն, ով ընտրել էր իր սեփական ճանապարհը։ Հայտարարության նույն օրը Ռիկարդոն հայտնվեց նոր ուղի կենտրոնում, խնդրելով մասնավոր խոսել Բրունայի հետ։
Տիկին Ֆերեյրան, սկսեց նա պաշտոնապես, մինչ նրանք քայլում էին կենտրոնի միջանցքներով, կամ պետք է ասեմ, ապագա տիկին Մեյրելես։ Բրունան հրաշալի է, նա պատասխանեց քաղաքավարի, բայց հաստատուն ժպիտով։ Ռիկարդոն գլխով արեց, թեթ ժպիտը կորացրեց նրա սովորաբար լուրջ շրթունքները։ Ուրեմն, Բրունա։ Նա կանգ առավ, դիտելով ֆիզիոթերապիայի նիստը կիսաբաց դռնից, մոտ 8 տարեկան մի աղջիկ իր առաջին քայլերն էր անում ֆիզիոթերապևտներից մեկի օգնությամբ։ Պետք է խոստովանեմ, որ ես սխալվել էի ձեր մասին։ Եվ շատ բաների մասին։ Խոստովանությունը զարմացրեց Բրունային։ Նա չէր սպասում, որ Մեյրելեսների հպարտ պատրիարքը երբեք կճանաչի իր սխալը։ Ես տեսա, թե ինչ եք կառուցել այստեղ, շարունակեց նա։ Ես տեսա իմ որդու աչքերի փայլը, երբ նա խոսում է ապագայի մասին։ Եվ ես հասկացա, որ ինչ-որ կերպ դուք հասել եք նրան, ինչին մեզանից ոչ ոք երբեք չի հասել, ցույց տալ նրան իր իրական ներուժը, անունից ընտանեկան կարողությունից այն կողմ։ Գուստավը միշտ ունեցել է այդ ներուժը, մեղմորեն պատասխանեց Բրունան։ Պարզապես կարիք ուներ տարածության աջակցության, այն գտնելու համար։ Ռիկարդոն մի պահ ուսումնասիրեց նրան, կարծես նոր բան էր տեսնում։ Դուք երկուստ ունեք իմ օրհնությունը, վերջապես ասաց նա։ Ոչ թե, որ ձեզ դրա կարիքը կա, ակնհայտորեն։ Բայց ես կցանկանայի ներկա լինել հարսանիքին։ Եթե ինձ ընդունեք։ Բրունայի աչքերը լցվեցին։ Ոչ թե իր համար, այլ Գուստավի համար, հաշտության այս պահի համար, որը նա գիտեր, որ այդքան կարևոր էր նրա համար, չնայած բոլոր ցավերին։ Նա շատ ուրախ կլինի լսել դա, անկեղծորեն պատասխանեց։ Բրունայի Գուստավի հարսանիքը 3 ամիս անց ճիշտ այնպես էր, ինչպես նրանք պլանավորել էին, պարզ արարողություն հույսի թաղամասի համայնքային այգում, որը Ջեմփթեքտը օգնել էր վերակենդանացնել։ Չկար հայտնի մարդկանց ամսագրերի լուսաբանում, վեբ հյուրերի ցուցակ կամ շռայլություններ։ Հին մանգոյի ծառի տակ իմպրովիզացված զոհասեղանը զարդարված էր հենց բնակիչների կողմից աճեցված ծաղիկներով։ Հյուրերը, կենտրոնի մասնագետների, Բրունայի երկարամյա ընկերների, Գուստավի որոշ գործընկերների, ովքեր անկեղծ աջակցություն էին ցուցաբերել, ընտանիքի անդամների էկլեկտիկ խառնուրդ, նստած էին պարզ աթոռներին, որոնք դրված էին մարգագետնում։ Տիկին Իրացեման, շողշողուն իր սմարագդագույն զգեստով, որը ինքն էր կարել, իր տեղը տարվեց Ռիկարդո Մեյրելեսի կողմից, մի պատկեր, որը կատարյալ կերպով խորհրդանշում էր այն կամուրջը, որը Բրունան Գուստավը կառուցել էին տարբեր աշխարհների մեջ։ Երբ հարսանեկան քայլերքը սկսվեց, նվագված տեղական սոցիալական նախագծի երիտասարդ երաժիշտներից կազմված Լարային քարյակի կողմից, Բրունան հայտնվեց իմպրովիզացված ճանապարհի սկզբում, հիասքանչ պարզ, բայց էլեգանտ զգեստով։ Նրան զոհասեղան տանողը ոչ ուրիշ էր, քան պարոն Հովակիմը, մթերային խանութի տերը, ով տեսել էր նրան մեծացող, ով նրա կյանքում ամենահաստատուն հայրական կերպարն էր եղել։ Զոհասեղանին, նրան սպասող, աչքերը լցված, Գուստավն էր, այլս ոչ այն ամբարտավան միլիոնատերը, ում նա ճանաչել էր ամիսներ առաջ, այլ սիրով նպատակով փոխակերպված տղամարդ։ Նրանց փոխանակած երդումները գրված էին իրենց կողմից, անկեղծ խոստումներ գործընկերության, փոխադարձ հարգանքի ապագա կառուցելու հանձնառության մասին, որը կպատվեր ինչպես իրենց տարբերությունները, այնպես էլ իրենց ընդհանուր երազանքները։ Խոստանում եմ երբեք չմոռանալ, որ մեր ուժը հենց այն բանից է գալիս, ինչը մեզ տարբեր է դարձնում, ասաց Գուստավը, նրա ձայնը խեղդված հույզերից։ Խոստանում եմ գնահատել քո իմաստությունը, քո ամբողջականությունը, քո աշխարհայացքը։ Եվ խոստանում եմ քայլել քո կողքին, ոչ առջում, ոչ էլ հետում, կառուցելով մեր սեփական ճանապարհը։ Բրունան, աչքերը լցված արցունքներով, պատասխանեց. Խոստանում եմ միշտ հիշել, որ իսկական սերը չի ջնջում մեր ծագումը, այլ ընդլայնում է մեր հորիզոնները։ Խոստանում եմ լինել քո գործընկերը, քո ընկերուհին, քո վստահելի անձը։ Եվ խոստանում եմ ամեն օր հավատալ, որ այն արգելքները, որոնք աշխարհը փորձում է դնել մեր միջ, աննշան են, համեմատած այն բանի հետ, ինչ մենք միասին ենք կառուցել։ Նրանց միությունը կնքող համբույրը դիմավորվեց ծափահարություններով, ծիծաղով մի քանի հուզված արցունքներով։ Չկար մամուլ, տեսախցիկներ կամ արձանագրություններ, պարզապես մի սիրո անկեղծ տոնակատարություն, որը մարտահրավեր էր նետել բոլոր հավանականություններին։ Հաջորդած խնջույքը տարերի համեղ խառնուրդ էր, հույսի թաղամասի ավանդական համայնքային խորովածից մինչ ֆրանսիական շամպայնը, որը Ռիկարդոն պնդեց տրամադրել։ Թաղամասի ավագ բնակիչների կողմից իմպրովիզացված սամբա պարից մինչ խնամքով ընտրված երաժշտական ցանկը, որը նվագում էր դասականներ ժամանակակից հիթեր։ Որոշակի պահի Բրունան իրեն գտավ, դիտելիս տեսարանը լիության զգացումով, որը երբեք չէր պատկերացնի հնարավոր։
Նրա ամուսինը, որքան տարօրինակ հրաշալի էր նրա մասին այդպես մտածելը, աշխույժ զրուցում էր մի խմբի հետ, որը ներառում էր ինչպես նրա հորը, այնպես էլ պարոն Հովակիմին։ Տիկին Իրացեման ուրախ պարում էր Թերեզայի հետ։ Երեխաները, ովքեր պետք է բուժվեին կենտրոնում, վազվզում էին հյուրերի միջ, իրենց ժպիտները լուսավորում էին երեկոյի մթնշաղը։ Ինչ ես մտածում, հարցրեց Գուստավը, մոտենալով գրկելով նրան գոտկատեղից։ Այն մասին, թե ինչպես է կյանքը զարմանալի, պատասխանեց նա, գլուխը հենելով նրա կրծքին։ Այն մասին, թե ինչպես ես երբեք չէի պատկերացնի, որ ֆիզիոթերապիայի այդ առաջին նիստը մեզ այստեղ կբերեր։ Նա մեղմորեն համբուրեց նրա պարանոցը։ Կարծում եմ, իմ մի մասը միշտ գիտեր։ Առաջին իսկ պահից, երբ դու մտար այդ սենյակ, այդքան վճռական, այդքան անկեղծ ինչ-որ բան իմ ներսում ճանաչեց քեզ։ Որպես հոգեբարեկամ։ Բրունան ժպտաց, շրջվելով դեպի նա։ Որպես տուն, պարզապես պատասխանեց նա։ Տունը, որը ես երբեք չգիտեի, որ փնտրում էի։ Երբ Արը մայր մտավ հույսի թաղամասի հորիզոնում ոսկեգույն երանգներ գցելով տոնակատարության վրա, Բրունան Գուստավը փոխանակեց ինձ մեկ համբույր, այլս ոչ որպես ֆիզիոթերապ թիվանդ, ոչ որպես ծայրամասի աղջիկ միլիոնատեր ժառանգորդ, այլ պարզապես որպես տղամարդ կին, ովքեր գտել էին մեկը մյուսի մեջ քաջություն, վերասահմանելու իրենց ճակատագրերը։ Ամիսներ անց նոր ուղի կենտրոնն արդեն ազգային ճանաչում էր ստացել որպես առողջապահության ոլորտում անապահով համայնքներում նորարարական մոդել։ Jimf Tech-ն ընդլայնվում էր, ստեղծելով տեխնոլոգիաներ, որոնք վերականգնողական բուժումները մատչելի էին դարձնում նախկինում անտեսված բնակչության համար։ Բրունան, այժմ հղի իր առաջնեկով, իր ժամանակը բաժանում էր կենտրոնի ղեկավարության համալսարաններում դասախոսությունների միջ, կիսվելով ոչ միայն տեխնիկական գիտելիքներով, այլ սոցիալական արգելքները համատեղ նպատակի միջոցով կոտրելու փոխակերպող փորձով։ Գուստավը իր հերթին գտել էր հավասարակշռություն, որը երբեք չէր պատկերացնի հնարավոր, վերակապվելով իր ընտանիքի հետ, առանց հրաժարվելու իր տեսլականից արժեքներից։ Ռիկարդո Մեյրելեսը, ի զարմանս բոլորի, դարձել էր սիրող պապ, սպասելով դեռ չծնված թոռանը, արդեն պլանավորելով կրթական հիմնադրամ նրա համար։ Մի հանգիստ կիրակի կեսօր, երբ նրանք ձեռք ձեռքի տված քայլում էին այն թաղամասի սովորական փողոցով, որտեղ որոշել էին ապրել, ոչ մեկուսացված առանձնատունը, ոչ էլ նեղ բնակարանը, այլ մի վայր, որն իսկապես արտացոլում էր, թե ով էին նրանք միասին, Բրունան մտածեց, թե ինչպես էր իր պատմությունը, հետահայաց, անհավանական թվում։ Աղջիկը, ով մեծացել էր նեղ միջանցքների սեղմված երազանքների մեջ, գտել էր ոչ միայն իսկական սերը, այլ իր ընդլայնված տարբերակը, ի վիճակի անցնելու աշխարհների միջ, կոտրելու ակնկալիքները, կառուցելու կամուրջներ այնտեղ, որտեղ ուրիշները միայն անդունդներ էին տեսնում։ Գիտես, թե ինչն է ինձ ամենաշատը տպավորում, մեկնաբանեց Գուստավը, կարծես կարդում էր նրա մտքերը։ Թե ինչպես մենք կարողացանք ստեղծել նոր բան։ Դա իմ աշխարհը չէ, դա քո աշխարհը չէ։ Դա մերն է։ Բրունան ժպտաց, գլուխը հենելով նրա ուսին, մինչ նրանք քայլում էին։ Եվ այն բավականաչափ մեծ է մեր բոլոր երազանքների համար։ Այդ պարզ պահին, լուսարձակներից վերնագրերից հեռու, որոնք երբեմն դեռ խոսում էին իրանյան հասարակությանը մարտահրավեր նետած զույգի մասին, Բրունան Գուստավը կիսում էին լուր հաստատակամությունը, որ գտել էին սիրո իսկական իմաստը, ոչ որպես հեքիաթ կամ հեռավոր ֆանտազիա, այլ որպես փոխակերպող ուժ, որն ի վիճակի է բուժել վերքերը, քանդել պատերը, կառուցել ապագաներ, որտեղ բոլոր երազանքները, որքան էլ անհավանական թվան, հնարավորություն ունեն ծաղկելու։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Բրունայի Գուստավի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Նմանատիպ հուզիչ ճանապարհորդությունների մեկնելու համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել, նույնքան գրավիչ պատմություններով։ Հղումը կգտնեք էկրանի ձախ անկյունում։ Եթե այս պատմությունը ձեր մեջ ինչ-որ բան է արթնացրել, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին թողնել ձեր հատուկ հավանումը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք յուրահատուկ պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդություններն ու գեղեցկությունները։ Իսկ դուք երբե ապրել եք մի սեր, որը հաղթահարել է արգելքներ։ Կիսվեք ձեր փորձով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր սեփական հաղթահարման իսկական սիրո պատմություններին։